Երբ Օֆելիա Համբարձումյանի թոռները մտան պապիկի տուն Լոս Անջելեսում, նրա հուղարկավորությունից 3 օր անց նրանք գտան մի փոքրիկ տուփ, թաքնված հին շինելի տակ։ Այդ տուփի մեջ էր մի աուդիոկասետ պիտակով «Իմ վերջին խոստովանությունը»։ Ձայնագրության վրա Օֆելիայի ձայնը հնչում էր այնպես, ինչպես երբեք չէր հնչել բեմում։ Նա չէր երգում, նա լաց էր լինում։ Նա խոսում էր հայերեն, այն լեզվով, որը փրկել էր միլիոնների համար, բայց չէր կարողացել փրկել սեփական տան մեջ։ Կասետի վրա նա անվանում էր մի անուն, մարդու, ով խլել էր նրա ամենամեծ երազանքը։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչու էր այս ձայնագրությունը թաքնված 30 տարի։ Եվ ամենակարևորը, ինչու Օֆելիայի թոռները այլևս չեն խոսում հայերեն, երբ նրանց տատիկը ողջ կյանքը նվիրել էր հենց այդ լեզվի պահպանմանը։ Այսօր մենք կբացենք այն դռները, որոնք փակ էին տասնամյակներ։ Մենք կխոսենք մարդկանց հետ, ովքեր տեսել են Օֆելիային առանց դիմակի։ Մենք կգտնենք այն փաստաթղթերը, որոնք ապացուցում են ամերիկյան երազը Օֆելիայի համար վերածվել էր ոսկե վանդակի։ Վանդակի, որտեղ կային փողեր, բայց չկար հայրենի խոսքը։ Վանդակի, որտեղ նա կարող էր գնել ամեն ինչ, բացի իր թոռների սրտերից։ Սա պատմություն է մի կնոջ մասին, ով փրկեց ազգը, բայց չկարողացավ փրկել սեփական ընտանիքը։ 1970 թվականի ամառ։ Երևանի օպերայի թատրոնի հետևի մուտքի մոտ կանգնած էր մի երիտասարդ կին, ձեռքին հին ճամփրուկով։ Նրա անունը Օֆելիա Համբարձումյան էր, եւ նա պատրաստվում էր իր առաջին մեծ հանդեսին։ Բայց ոչ ոք չգիտեր, որ այդ օրը նրա կյանքում կմտնի մի մարդ, ով կդառնա նրա ամենամեծ օրհնությունը եւ նրա ամենավախճանական անեծքը միաժամանակ։ Նրա անունը Արամ էր։ Արամ Գրիգորյան։ Երիտասարդ ամերիկահայ բիզնեսմեն, ով եկել էր Հայաստան արմատներ փնտրելու։ Նա նստած էր առաջին շարքում, երբ Օֆելիան երգեց Սայաթնովայի «Կանչում եմ քեզ»։ Ականատեսները հիշում են, Արամը լաց էր լինում։ Ոչ թե սովորական արցունքներ։ Նա ողբում էր։ Հանդիսատեսները շրջվում էին նայելու նրան, իսկ Օֆելիան բեմից տեսավ այդ մարդուն եւ առաջին անգամ կյանքում կորցրեց իր ձայնը մի վայրկյանով։ Հանդիպումից հետո 3 ամիս անց նրանք ամուսնացան։ Հարսանիքը եղավ Երևանում, բայց Արամը խոստացավ տանել Օֆելիային Ամերիկա, իրական կյանք ապրելու։ Նրա ծնողները աղաչում էին չգնալ։ Օֆելիայի մայրը, Արփինե Համբարձումյանը, ասաց մի նախադասություն, որը հետագայում կդառնար մարգարեություն։ Դու կփրկես հայրենը ամբողջ աշխարհում, բայց կորցնես այն քո սեփական տանը։ Օֆելիան չլսեց։ Նա սիրահարված էր։ Նա հավատում էր, որ Ամերիկայում կկարողանա երգել ավելի բարձր բեմերում։ Նա երազում էր Կարնեգի հոլի մասին։ Նա չգիտեր, որ Արամի բիզնեսը իրականում էր մի փոքրիկ ավտոմեքենաների վաճառքի սրահ Գլենդեյլում։ Նա չգիտեր, որ Արամը ունեցել էր 2 նախկին կին, որոնցից մեկը դեռ պահանջում էր ալիմենտներ։ Նա չգիտեր, որ Արամի ամերիկյան երազը իրականում էր մի փոքրիկ բնակարան, 5 ընտանիքով շենքում, որտեղ պատերը այնքան բարակ էին, որ լսվում էր հարևանների ամեն խոսք։ Բայց ամենավատը դեռ առաջն էր։ Երբ Օֆելիան ժամանեց Լոս Անջելես 1971 թվականի հոկտեմբերին, օդանավակայանում Արամը նրան ասաց մի բան, որը սառեցրեց նրա արյունը։ Այստեղ մենք խոսում ենք անգլերեն։ Հայերենը թող մնա տանը։ Օֆելիան կարծեց, որ սա ժամանակավոր է։ Նա կարծեց, որ Արամը պարզապես ուզում է, որ նա արագ ինտեգրվի։ Նա չգիտեր, որ սա էր Արամի իրական դեմքը։ Մարդ, ով ամաչում էր իր արմատներից։ Մարդ, ով փորձում էր լինել ավելի ամերիկացի, քան ամերիկացիները։ Մարդ, ով տեսնում էր հայրենը որպես հետամնացության նշան։ Առաջին 3 ամիսը Օֆելիան լաց էր լինում ամեն գիշեր։ Նա փորձեց գտնել աշխատանք որպես երգչուհի, բայց Արամը արգելեց։ Դու հիմա ամերիկացի տիկին ես, ոչ թե թափառող երգչուհի, ասաց նա։ Օֆելիան փորձեց դիմել հայկական եկեղեցուն, բայց Արամը սպառնաց, եթե նա գնա, ինքը կթողնի նրան։ Օֆելիան փորձեց զանգահարել Երևան, իր մորը, բայց Արամը վերահսկում էր հեռախոսային հաշիվները եւ սահմանափակեց միջազգային զանգերը 1 անգամ ամսական։ Օֆելիան դարձավ բանտարկյալ, ոսկե վանդակում։ Բայց ամենավատագույնը դեռ չէր եկել։ 1972 թվականին Օֆելիան հղիացավ։ Երբ նա ասաց Արամին, որ ուզում է երեխային սովորեցնել հայերեն, Արամը պատասխանեց մի նախադասությամբ, որը ջախջախեց Օֆելիայի սիրտը։ Իմ երեխան չի խոսելու այդ գյուղացիների լեզվով։ Ո՞վ էր իրականում Արամ Գրիգորյանը։ Ինչու էր նա այդքան ատում հայերենը։ Եվ ինչպես էր Օֆելիան կինը, ով երգել էր թագավորների առջև, դարձել այս մարդու ստրուկը։ 1973 թվականի մարտ։ Օֆելիան ծնեց իր առաջին որդուն։ Նրանք անվանեցին Ստիվ։ Ոչ Ստեփան, ոչ Սթեփան, Ստիվ։ Արամը պնդեց, որ անունը լինի հնչող ամերիկյան դպրոցներում։
Օֆելիան աղաչեց. «Գոնե միջին անունը լինի հայկական»։ Արամը մերժեց։ «Ես չեմ ուզում, որ իմ որդին տառապի այն, ինչ ես տառապեցի», ասաց նա։ Այդ գիշեր Օֆելիան առաջին անգամ հասկացավ, Արամը չէր պարզապես ամաչում հայ լինելուց։ Նա ատում էր դա։ Նա ատում էր ամեն ինչ, ինչ հիշեցնում էր նրան իր ծագումը։ Եվ ամենավատագույնը, նա ատում էր Օֆելիային, կնոջը, ով իր ամբողջ էությամբ մարմնավորում էր հայկականությունը։ Բայց ինչու։ Ինչ էր պատահել Արամի անցյալում, որ նրան դարձել էր այսպիսի։ Պատասխանը մենք գտանք հին թերթում, Արարատ շաբաթաթերթում, որը հրատարակվում էր Գլենդեյլում 1960-րդ թվականներին։ Այնտեղ կար մի փոքրիկ հոդված, տվագրված 1966 թվականով։ Վերնագիրը՝ հայ ընտանիքի ողբերգությունը Փասադենայում։ Հոդվածում պատմվում էր Գրիգորյան ընտանիքի մասին։ Արամի հայրը Գրիգոր Գրիգորյան եղել էր հայոց ցեղասպանությունից փրկված որբ։ Նա եկել էր Ամերիկա 1922 թվականին 11 տարեկան երեխա։ Նա չէր խոսում անգլերեն։ Նա չէր ճանաչում ամերիկյան սովորույթները, եւ դպրոցում նրան ծեծում էին ամեն օր։ Նրան կոչում էին կեղտոտ թուրք։ Նրան թքում էին։ Նրան ստիպում էին ուտել հողից։ Գրիգորը մեծացավ ատելով ամեն ինչ, ինչ դարձել էր նրան տարբեր։ Նա փոխեց իր անունը Գրեգ Գրեյի։ Նա ամուսնացավ Իռլանդուհու հետ։ Նա արգելեց հայերեն խոսել տանը։ Եվ երբ նրա որդին Արամը հարցրեց իր ծագման մասին, Գրիգորը ասաց. «Մենք ամերիկացիներ ենք, մնացածը կեղտ է»։ Արամը ժառանգեց հոր ինքնատյացությունը, բայց նա ժառանգեց նաև ավելի վատ բան՝ խորը թաքնված ամոթը։ Ամոթ, որը վերածվել էր ատելության։ Եվ այդ ատելությունը հիմա թափվում էր Օֆելիայի վրա։ Ստիվի ծննդից հետո Արամը սկսեց նոր կանոններ սահմանել։ Տանը արգելվեց հայերեն, արգելվեց հայկական երաժշտություն, արգելվեց նույնիսկ հայկական ուտելիքներ պատրաստել։ «Մենք ապրում ենք Ամերիկայում, ուտում ենք ամերիկյան ուտելիք», ասում էր Արամը։ Օֆելիան փորձեց դիմադրել։ Նա գաղտնի երգում էր Ստիվին հայկական օրորոցներ, երբ Արամը աշխատանքի էր գնում։ Նա փորձում էր սովորեցնել նրան հայկական բառեր, խաղի ձևով։ Բայց Ստիվը մեծանում էր, լսելով հոր ձայնը։ Հայերենը պետք չէ, հայերենը անցյալ է։ 1976 թվականին ծնվեց երկրորդ որդին՝ Ջեյսոնը։ Կրկին ոչ հայկական անուն, կրկին Արամի պահանջով։ Եվ այս անգամ Օֆելիան նույնիսկ չփորձեց դիմադրել։ Նա հոգնել էր, նա կոտրվել էր։ Բայց մի բան Արամը չէր կարող վերահսկել՝ Օֆելիայի ձայնը։ 1977 թվականին Օֆելիային հրավիրեցին երգելու Գլենդեյլի հայկական եկեղեցում Սուրբ Ծննդյան տոնին։ Արամը արգելեց։ Օֆելիան առաջին անգամ ասաց ոչ։ Նա գնաց, նա երգեց։ Եվ երբ նրա ձայնը հնչեց եկեղեցում, հարյուրավոր մարդիկ լացին։ Նրանք լացին, որովհետև Օֆելիայի ձայնը նրանց տարավ տուն, տուն, որը շատերը երբեք չէին տեսել, տուն, որը գոյություն ուներ միայն հիշողության մեջ։ Այդ գիշեր Արամը սպասում էր Օֆելիային տանը։ Երբ նա մտավ, Արամը նետեց նրան մի փաստաթուղթ։ Դա էր ամուսնալուծության հայց։ «Ընտրիր», ասաց նա, «կամ ընտանիքը, կամ քո անիծված երգերը»։ Օֆելիան նայեց փաստաթղթին։ Նա նայեց իր երկու փոքրիկ որդիներին, քնած իրենց մահճակալներում։ Նա նայեց Արամին։ Եվ նա ընտրեց։ Նա ընտրեց լռությունը։ Բայց ինչու։ Ինչու էր Օֆելիան, կինը, ով երգել էր հազարավոր մարդկանց առջև, վախենում մի մարդուց։ Ինչ էր Արամը սպառնում նրան, որ նա համաձայնեց լռել։ Եվ ամենակարևորը, ինչպես էր այս լռությունը ազդելու նրա որդիների վրա։ 1981 թվական։ Ստիվը արդեն 8 տարեկան էր, Ջեյսոնը 5։ Նրանք խոսում էին միայն անգլերեն։ Նրանք չգիտեին, որ իրենց մայրը եղել է հայտնի երգչուհի Երևանում։ Նրանք չգիտեին, որ իրենց մայրը երբեմն գիշերները լաց էր լինում, լսելով հին ձայնագրությունները, որոնք նա թաքցրել էր շինելի տակ։ Բայց այդ տարի ամեն ինչ փոխվեց։ Գլենդեյլ եկավ մի մարդ Երևանից։ Նրա անունը Վահագն Սարգսյան էր։ Նա եղել էր Օֆելիայի մենեջերը Երևանում։ Նա փնտրում էր նրան 10 տարի եւ վերջապես գտավ։ Վահագնը բերեց լուր։ Օֆելիայի մայրը Արփինեն մահացել էր։ Նա մահացել էր սպասելով դստեր վերադարձին։ Նա մահացել էր չլսելով թոռների ձայները։ Նա մահացել էր պահելով Օֆելիայի լուսանկարը սրտին մոտ։ Երբ Վահագնը պատմեց այս, Օֆելիան փլվեց։ Նա ողբաց այնպես, ինչպես չէր ողբացել 10 տարի։ Նա ողբաց հայերեն։ Նա ողբաց բառերով, որոնք նրա որդիները չէին հասկանում։ Ստիվը եւ Ջեյսոնը նայում էին իրենց մորը վախեցած։ Նրանք երբեք չէին տեսել նրան այսպես։ Նրանք չէին հասկանում, թե ինչու է նա խոսում այդ տարօրինակ լեզվով։ Նրանք չէին հասկանում, թե ինչու է նա այդքան ցավում։
Արամը մտավ սենյակ և տեսավ Վահագնին։ Նա անմիջապես հասկացավ. «Դուրս», գոռաց նա, «դուրս իմ տնից»։ Բայց Վահագնը չհեռացավ։ Նա նայեց Արամին աչքերի մեջ և ասաց. «Դու գողացար նրան մեզանից։ Դու գողացար նրա ձայնը աշխարհից։ Դու գողացար նրա երեխաներից, նրանց լեզուն։ Դու ով ես, որ անես այդ»։ Արամը հարվածեց Վահագնին։ «Մի հարված, դեմքին»։ Վահագնը ընկավ։ Օֆելիան գոչեց։ Ստիվը և Ջեյսոնը սկսեցին լալ։ Եվ այդ պահին ինչ-որ բան կոտրվեց Օֆելիայի ներսում։ Նա վեր կացավ։ Նա օգնեց Վահագնին ոտքի ելնել։ Եվ նա նայեց Արամին առաջին անգամ առանց վախի։ «Ես գնում եմ Երևան», ասաց նա, «իմ մոր հուղարկավորությանը»։ Արամը ծիծաղեց. «Դու ուր ես գնալու, դու փող չունես, դու անձնագիր չունես, դու ոչինչ չունես առանց ինձ»։ Եվ այդ պահին Օֆելիան հասկացավ ճշմարտությունը։ Արամը վերահսկում էր ամեն ինչ։ Բանկային հաշիվները նրա անունով էին, տունը նրա անունով էր։ Նույնիսկ Օֆելիայի անձնագիրը Արամը պահում էր փակ սեյֆում։ Նա էր բանտարկյալ, իրական բանտարկյալ։ Բայց Վահագնը ժպտաց։ «Օֆելիա», ասաց նա, «Երևանում քեզ սպասում են։ Ոչ միայն քո մոր հուղարկավորությանը։ Քեզ սպասում է ողջ Հայաստանը։ Նրանք ուզում են, որ դու երգես։ Նրանք ուզում են, որ դու վերադառնաս»։ Օֆելիան նայեց իր որդիներին։ Նրանք նայում էին նրան չհասկանալով։ Նրանք չէին խոսում հայերեն, նրանք չէին ճանաչում իրենց ժառանգությունը։ Նրանք էին կորած։ Եվ այդ պահին Օֆելիան կայացրեց որոշում։ Որոշում, որը կփոխեր ամեն ինչ։ Բայց ինչ որոշում էր դա։ Արդյոք Օֆելիան գնաց Երևան։ Եվ եթե գնաց, ինչ գնով։ Ինչ էր Արամը պատրաստվում անել, երբ հասկացավ, որ կորցնում է վերահսկողությունը։ Եվ ամենակարևորը, կարող էր Օֆելիան դեռ փրկել իր որդիներին, վերադարձնել նրանց այն, ինչ Արամը խլել էր նրանցից։ Պատասխանները կգան։ Բայց նախ մենք պետք է պատմենք ավելի մութ գաղտնիք։ Գաղտնիք, որը թաքնված էր Արամի անցյալում։ Գաղտնիք, որը բացատրում է, թե ինչու էր նա այդքան ատում հայերենը։ Եվ գաղտնիք, որը ցույց է տալիս Օֆելիայի ողբերգությունը սկսվել է շատ ավելի վաղ, քան նա երբևէ պատկերացրել էր։ Արամ Գրիգորյանի անձնական գրասենյակում, որը գտնվում էր նրա ավտոսրահի երկրորդ թարկում, կար մի փոքրիկ սեյֆ, թաքնված հին ֆայլային պահարանի հետևում։ Այդ սեյֆի կոդը գիտեին միայն երկու մարդ՝ Արամը և նրա փաստաբանը։ Երբ Արամը մահացավ 1996 թվականին, փաստաբանը բացեց այդ սեյֆը և գտավ ինչ-որ բան, որը նրան ստիպեց անմիջապես զանգահարել ոստիկանություն։ Սեյֆի ներսում կային 17 հանձնագիր, տարբեր անուններով, բայց բոլորը Արամի լուսանկարով։ Կային բանկային հաշիվներ Շվեյցարիայում, ընդհանուր գումարով $3 միլիոն։ Եվ կար մի փաստաթուղթ, թվագրված 1969 թվականով, որտեղ Արամը ստորագրել էր որպես վկա մի գործարքի, որը վերաբերում էր անօրինական որդեգրումների։ Փաստաբանը կարդաց այդ փաստաթուղթը և հասկացավ. Արամ Գրիգորյանը չէր եղել պաչեր եղել պարզապես ամերիկահայ բիզնեսմեն։ Նա եղել էր ինչ-որ ավելի մութ բանի մասը։ Բայց ինչ կապ ուներ այդ ամենը Օֆելիայի հետ։ Ինչու էր Արամը պահում այս փաստաթղթերը այդքան խնամքով։ Եվ ամենակարևորը, արդյոք Օֆելիան երբևէ իմացել էր, թե ով իրականում էր իր ամուսինը։ Վերադառնանք 1981 թվականին։ Այն օրը, երբ Վահագն Սարգսյանը եկավ Օֆելիայի տուն և պատմեց նրա մոր մահվան մասին։ Այն օրը, երբ Արամը հարվածեց Վահագնին, այն օրը, երբ Օֆելիան առաջին անգամ զգաց, որ կարող է դիմադրել։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ այդ օրվանից հետո, ավելի բարդ էր, քան ցանկացած մարդ կարող էր պատկերացնել։ Վահագնը հեռացավ Օֆելիայի տնից արյունոտ քթով, բայց նա չհեռացավ Գլենդեյլից։ Նա վարձեց փոքրիկ սենյակ մի մոթելում Բրանդ բուլվարում և սկսեց պլան մշակել։ Նա գիտեր, որ Օֆելիան չի կարող պարզապես հեռանալ։ Արամը վերահսկում էր ամեն ինչ։ Բայց Վահագնը նաև գիտեր մի բան, ինչ Օֆելիան չգիտեր։ Նա գիտեր, որ Երևանում կար մի կազմակերպություն, Հայրենիք հիմնադրամը, որը օգնում էր սփյուռքահայ արտիստներին վերադառնալ Հայաստան։ Եվ նա գիտեր, որ այդ հիմնադրամը պատրաստ էր վճարել Օֆելիայի ճանապարհածախսերը, եթե նա համաձայնվեր տալ մի շարք համերգներ։ Վահագնը զանգահարեց Երևան։ Նա խոսեց հիմնադրամի տնօրենի հետ։ Եվ 3 օր անց նա ստացավ պատասխան. $5,000 կանխիկ և 2 ինքնաթիռի տոմս, Լոս Անջելեսից Երևան և հետ։ Բայց ինչպես հասցնել այդ գումարը Օֆելիային, երբ Արամը վերահսկում էր նրա ամեն քայլը։ Վահագնը գտավ ճանապարհ։ Նա գիտեր, որ Օֆելիան ամեն ուրբաթ օր տանում էր իր որդիներին գրադարան, Գլենդեյլի հրապարակային գրադարան, որտեղ երեխաները կարդում էին գրքեր, մինչդեռ Օֆելիան նստում էր և սպասում։ Արամը թույլ էր տալիս այդ, որովհետև գրադարանը համարվում էր ամերիկյան վայր, կրթական և անվտանգ։ Հաջորդ ուրբաթ օրը Վահագնը սպասում էր գրադարանում։
Երբ Օֆելիան մտավ իր որդիների հետ, Վահագնը մոտեցավ նրան։ Նա փոխանցեց նրան մի փոքրիկ ծրար, փաթաթված թերթի մեջ։ «Մի բացիր հիմա», շշուկով ասաց նա։ «Բացիր տանը, երբ Արամը չլինի»։ Օֆելիան վերցրեց ծրարը դողացող ձեռքերով։ Նա թաքցրեց այն իր պայուսակի խորքում։ Նա նայեց Վահագնին, լի հարցերով, բայց Վահագնը միայն ժպտաց եւ հեռացավ։ Այդ երեկո, երբ Արամը գնաց իր ավտոսրահ ինվենտարիզացիա անելու, Օֆելիան բացեց ծրարը։ Ներսում կային $5000 կանխիկ, 2 ինքնաթիռի տոմս եւ մի նամակ։ Նամակը գրված էր հայերեն, հայրենիք հիմնադրամի տնօրենի ստորագրությամբ։ Այնտեղ գրված էր. «Սիրելի Օֆելիա, մենք սպասում ենք քեզ։ Քո ձայնը պատկանում է Հայաստանին։ Արի տուն»։ Օֆելիան կարդաց նամակը եւ լաց եղավ։ Նա լաց եղավ, որովհետեւ առաջին անգամ 10 տարվա ընթացքում նա զգաց հույս, բայց նա նաեւ զգաց վախ։ Վախ, որ եթե նա գնա, Արամը երբեք չի թողնի նրան վերադառնալ։ Վախ, որ նա կկորցնի իր որդիներին։ Վախ, որ նա կմնա միայնակ։ Բայց ապա նա հիշեց իր մոր վերջին խոսքերը, նախքան նա լքելու էր Երևանը։ Դու կփրկես հայերենը ամբողջ աշխարհում, բայց կորցնես այն քո սեփական տանը։ Այդ խոսքերը եղել էին մարգարեություն, եւ այժմ Օֆելիան հասկացավ, եթե նա չգնա, եթե նա չփորձի փոխել իրավիճակը, այդ մարգարեությունը կդառնա իրականություն։ Նա կայացրեց որոշում։ Նա կգնա Երևան։ Բայց նա չի վերցնի որդիներին, ոչ այս անգամ։ Նա կգնա միայնակ։ Նա կերքի իր մոր հուղարկավորության համար։ Նա կերքի Հայաստանի համար։ Եվ ապա նա կվերադառնա եւ կպայքարի իր որդիների հոգիների համար։ Բայց ինչպես ասել Արամին։ Օֆելիան սպասեց մինչև հաջորդ առավոտ։ Արամը նստած էր նախաճաշի սեղանի շուրջ կարդալով Los Angeles Times թերթը։ Ստիվը եւ Ջեյսոնը նստած էին հեռուստացույցի առջև, դիտելով մուլտիֆիլմներ։ Օֆելիան մտավ խոհանոց եւ դրեց սուրճի բաժակը Արամի առջև։ «Ես գնում եմ Երևան», ասաց նա։ Ոչ հարցականով, ոչ խնդրանքով, հայտարարություն։ Արամը իջեցրեց թերթը։ Նա նայեց Օֆելիային այնպես, ինչպես նայում էր երեխային, ով ասել է ինչ-որ հիմարություն։ «Ոչ, դու չես գնում», ասաց նա։ «Այո, ես գնում եմ», պատասխանեց Օֆելիան։ «Իմ մայրը մահացել է։ Ես պարտավոր եմ գնալ նրա հուղարկավորությանը»։ Արամը ծիծաղեց, սառը, չար ծիծաղ։ «Քո մայրը մահացել է 2 շաբաթ առաջ, հուղարկավորությունն արդեն անցել է։ Ուր էիր դու, երբ նա մահանում էր»։ «Այստեղ, ինձ հետ»։ «Որտեղ պետք է լինես»։ Օֆելիան զգաց, թե ինչպես է բարկությունը բարձրանում նրա ներսում։ Բարկություն, որը նա ճնշել էր 10 տարի։ «Ես այստեղ էի, որովհետև դու չթողեցիր ինձ գնալ», ասաց նա։ «Դու վերցրիր իմ անձնագիրը, դու վերցրիր իմ փողերը, դու վերցրիր իմ ձայնը, բայց դու չես կարող վերցնել իմ պարտքը իմ մոր հանդեպ»։ Արամը վեր կացավ։ Նա մոտեցավ Օֆելիային։ Նա այնքան մոտ էր, որ Օֆելիան կարող էր հոտոտել նրա սուրճի շունչը։ «Լսիր ինձ ուշադիր», ասաց նա։ «Դու ոչ մի տեղ չես գնում։ Դու կմնաս այստեղ։ Դու կխնամես իմ որդիներին։ Դու կլինես այն, ինչ պետք է լինես, ամերիկացի տիկին։ Եվ եթե դու փորձես հեռանալ, ես կզրկեմ քեզ երեխաներից։ Ես ունեմ լավագույն փաստաբաններին։ Ես կապացուցեմ, որ դու անպիտան մայր ես։ Ես կապացուցեմ, որ դու հոգեպես անկայուն ես։ Եվ դու երբեք չես տեսնի Ստիվին եւ Ջեյսոնին»։ Օֆելիան զգաց, թե ինչպես է սառչում նրա արյունը։ Նա գիտեր, որ Արամը չի սպառնում։ Նա խոստանում է։ Նա գիտեր, որ Արամն ունի կապեր։ Նա գիտեր, որ Արամը կարող է անել այն, ինչ ասում է։ Բայց ապա նա հիշեց Վահագնի խոսքերը։ «Դու գողացար նրան մեզանից, դու գողացար նրա ձայնը աշխարից»։ Եվ նա հասկացավ. եթե նա չդիմադրի հիմա, նա կկորցնի ոչ միայն իր որդիներին, այլև ինքն իրեն։ «Ես գնում եմ», ասաց նա։ «Եվ դու չես կարող ինձ կանգնեցնել»։ Արամը հարվածեց նրան։ «Մի հարված, դեմքին»։ Օֆելիան ընկավ։ Նա զգաց արյան համը իր բերանում։ Նա լսեց Ստիվի եւ Ջեյսոնի գոչյունները հեռուստասենյակից։ Արամը կանգնած էր նրա վերևում։ «Դու երբեք չես գնա», ասաց նա, «որովհետև դու ինձ պատկանում ես»։ Եվ այդ պահին Օֆելիան հասկացավ ճշմարտությունը։ Նա չէր ամուսնացած Արամի հետ։ Նա գնված էր նրա կողմից։ Նա էր սեփականություն, իր։ Ինչպես ավտոմեքենան նրա սրահում, ինչպես տունը, որտեղ նրանք ապրում էին, ինչպես ամեն ինչ, ինչ Արամը համարում էր իր։ Բայց Օֆելիան նաև հասկացավ ուրիշ բան։ Նա հասկացավ, որ եթե նա մնա, նա կմեռնի։ Ոչ ֆիզիկորեն, բայց նրա հոգին կմեռնի, նրա ձայնը կմեռնի։ Եվ նրա որդիները կմեծանան տեսնելով մի կին, ով կորցրել է ամեն ինչ։ Նա վեր կացավ։ Նա սրբեց արյունը իր շրթունքներից։ Նա նայեց Արամին աչքերի մեջ։
եւ նա ասաց մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Ես գիտեմ քո գաղտնիքը, ասաց նա։ Արամի դեմքը գունափոխվեց։ Ինչ ես խոսում, ասաց նա։ Ես գիտեմ անօրինական որդեգրումների մասին, ասաց Օֆելիան։ Ես գիտեմ կեղծ անձնագրերի մասին։ Ես գիտեմ Շվեյցարիայի բանկային հաշիվների մասին։ Սմասին, սա էր սուտ։ Օֆելիան ոչինչ չգիտեր այդ ամենի մասին, բայց նա տեսավ Արամի դեմքի արտահայտությունը, եւ նա հասկացավ, որ նա հարվածել է նպատակին։ Արամը քայլեց հետ։ Դու ինչպես, սկսեց նա։ Վահագնը պատմեց ինձ, ասաց Օֆելիան։ Ես մեկ սուտ։ Բայց Արամը չգիտեր դա։ Նա ունի փաստաթղթեր, նա ունի ապացույցներ, եւ եթե դու փորձես ինձ կանգնեցնել, նա կտանի դրանք ոստիկանություն։ Արամը նստեց։ Նա դողում էր։ Առաջին անգամ 10 տարվա ընթացքում Օֆելիան տեսավ վախ նրա աչքերում։ Ինչ ես ուզում, ասաց նա։ Ես ուզում եմ իմ անձնագիրը, ասաց Օֆելիան։ Ես ուզում եմ փող ինքնաթիռի տոմսի համար, եւ ես ուզում եմ, որ դու երբեք չսպառնաս ինձ կամ իմ որդիներին։ Արամը նայեց նրան երկար, ապա նա ծիծաղեց, բայց այս անգամ ծիծաղը տարբեր էր, դա էր պարտված մարդու ծիծաղը։ Լավ, ասաց նա։ Գնա քո անիծված Երևան, բայց երբ վերադառնաս, մենք կխոսենք, եւ դու կհասկանաս, որ ոչ ոք չի փախչում Արամ Գրիգորյանից։ Օֆելիան վերցրեց իր անձնագիրը, որը Արամը հանեց սեյֆից։ Նա վերցրեց փողը, որը Վահագնը տվել էր, եւ նա գնաց դեպի դուռը։ Բայց նախքան դուրս գալը նա դարձավ եւ նայեց իր որդիներին։ Ստիվը եւ Ջեյսոնը նստած էին սոֆայի վրա, վախեցած եւ շփոթված։ Նրանք չէին հասկանում, թե ինչ էր տեղի ունեցել։ Նրանք չէին հասկանում, թե ինչու էր իրենց մայրը լաց լինում։ Օֆելիան ուզում էր գնալ նրանց մոտ։ Նա ուզում էր գրկել նրանց։ Նա ուզում էր ասել նրանց հայերեն. «Ես սիրում եմ ձեզ»։ Բայց նա գիտեր, որ նրանք չեն հասկանա։ Նրանք չեն խոսում հայերեն։ Նրանք չեն ճանաչում իրենց մոր իրական ձայնը։ Եվ այդ պահին Օֆելիան կայացրեց երկրորդ որոշում։ Երբ նա վերադառնա Ամերիկա, նա կսովորեցնի իր որդիներին հայերեն, անկախ նրանից, թե ինչ կասի Արամը, անկախ նրանից, թե ինչ կին կվճարի։ Նա չի թողնի, որ իր մոր մարգարեությունը դառնա իրականություն։ Նա դուրս եկավ տնից։ Վահագնը սպասում էր նրան մեքենայում։ Նրանք քշեցին դեպի օդանավակայան։ Եվ ողջ ճանապարհին Օֆելիան լաց էր լինում։ Նա լաց էր լինում իր մոր համար։ Նա լաց էր լինում իր որդիների համար։ Նա լաց էր լինում իր կորցրած տարիների համար։ Բայց նա նաև զգում էր ինչ-որ բան նոր։ Նա զգում էր ազատություն։ Առաջին անգամ 10 տարվա ընթացքում նա զգում էր, որ կարող է շնչել։ Արդյոք Օֆելիան իսկապես գիտեր Արամի գաղտնիքները, կամ դա էր հիանալի բլիֆ։ Եվ ինչ էր սպասում նրան Երևանում, քաղաքում, որը նա լքել էր 10 տարի առաջ։ Երևանի Զվարթնոց օդանավակայան, 1981 թվականի մայիս։ Երբ Օֆելիան իջավ ինքնաթիռից, նա զգաց մի բան, ինչ չէր զգացել 10 տարի։ Նա զգաց տան հոտը։ Օդանավակայանում նրան դիմավորեց ամբոխ։ Ոչ պարզապես մարդիկ, հարյուրավոր մարդիկ։ Նրանք բռնած էին ծաղիկներ, նրանք բռնած էին պաստառներ, գրված «Բարի վերադարձ, Օֆելիա»։ Նրանք երգում էին Օմեյն Օֆելիայի երգերը։ Օֆելիան կանգ առավ։ Նա չէր կարող շարժվել, նա չէր կարող խոսել, նա միայն կարող էր լալ։ Մի ծեր կին մոտեցավ նրան, նա բռնեց Օֆելիայի ձեռքը։ «Դու մեզ պակասել ես», ասաց նա։ «Քո ձայնը մեզ պակասել է, բայց դու վերադարձար, եւ հիմա մենք կրկին ամբողջական ենք»։ Օֆելիան գրկեց այդ կնոջը։ Նա գրկեց անծանոթ կնոջը, ով խոսում էր նրա լեզվով, ով հասկանում էր նրա ցավը, ով ընդունում էր նրան առանց դատելու։ Վահագնը տարավ Օֆելիային հյուրանոց, բայց ճանապարհին նրանք կանգ առին մի տեղում՝ Պանթեոն։ Այնտեղ, որտեղ թաղված էին Հայաստանի մեծերը, եւ այնտեղ թարմ հողի տակ էր Օֆելիայի մայրը։ Օֆելիան կանգնեց գերեզմանի առջև։ Նա նայեց տապանաքարին գրված Արփինե Համբարձումյան, սիրված մայր եւ տատիկ։ Բայց Օֆելիան գիտեր, որ իր մայրը երբեք չէր տեսել իր թոռներին։ Նա երբեք չէր լսել նրանց ձայները։ Նա մահացել էր սպասելով այն, ինչ երբեք չեկավ։ Օֆելիան ծնրադրեց։ Նա դրեց ձեռքը հողի վրա եւ նա սկսեց խոսել։ Նա խոսեց հայերեն։ Նա խոսեց այն բառերով, որոնք արգելված էին նրա տանը Ամերիկայում։ Նա խոսեց այն բառերով, որոնք նրա որդիները չէին հասկանում։ «Մամ», ասաց նա, «ես եկել եմ ուշ։ Ես գիտեմ, բայց ես եկել եմ։ Եվ ես խոստանում եմ քեզ, ես չեմ թողնի, որ քո մարգարեությունը դառնա իրականություն։ Ես կսովորեցնեմ Ստիվին եւ Ջեյսոնին հայերեն։ Ես կվերադարձնեմ նրանց այն, ինչ Արամը խլել է նրանցից։
Ես կփրկեմ նրանց։ Ես խոստանում եմ։ Նա նստեց այնտեղ երկար։ Նա նստեց մինչև արևը մայր մտավ։ Նա նստեց մինչև պահակը եկավ եւ ասաց, որ Պանթեոնը փակվում է։ Հաջորդ օրը Օֆելիան երգեց։ Նա երգեց Երևանի օպերայի թատրոնում։ Նույն բեմում, որտեղ նա երգել էր 11 տարի առաջ։ Նույն բեմում, որտեղ Արամը առաջին անգամ տեսել էր նրան։ Բայց այս անգամ ամեն ինչ տարբեր էր։ Այս անգամ Օֆելիան երգում էր ոչ թե սիրո համար, նա երգում էր ցավի համար։ Նա երգում էր կորստի համար։ Նա երգում էր բոլոր այն կանանց համար, ովքեր կորցրել էին իրենց ձայնը, բոլոր այն մայրերի համար, ովքեր չէին կարողացել փոխանցել իրենց լեզուն իրենց երեխաներին, բոլոր այն հոգիների համար, ովքեր ապրում էին ոսկե վանդակներում։ Երբ նա ավարտեց, թատրոնը լռեց։ Ոչ ոք չշարժվեց, ոչ ոք չծափահարեց։ Մարդիկ պարզապես նստած էին եւ լաց էին լինում։ Ապա դանդաղ մի մարդ վեր կացավ։ Ապա մեկ ուրիշը։ Ապա ամբողջ դահլիճը։ Եվ նրանք սկսեցին ծափահարել։ Դրանք ծափահարեցին 10 րոպե։ Դրանք ծափահարեցին մինչև իրենց ձեռքերը ցավեցին։ Դրանք ծափահարեցին, որովհետև Օֆելիան վերադարձել էր։ Ոչ միայն Երևան, նա վերադարձել էր ինքն իրեն։ Այդ երեկո հայրենիք հիմնադրամի տնօրենը եկավ Օֆելիայի հյուրանոց։ Նրա հետ էր մի ուրիշ մարդ, բարձրահասակ, ճերմակ մազերով, խորը աչքերով։ Նրա անունը Վազգեն Մանուկյան էր։ Նա էր Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը։ Օֆելիա, ասաց Վազգենը, մենք ունենք առաջարկ քեզ համար։ Մենք ուզում ենք, որ դու մնաս Երևանում։ Մենք ուզում ենք, որ դու դառնաս օպերայի թատրոնի գլխավոր սոլիստը։ Մենք ուզում ենք, որ դու սովորեցնես երիտասարդ երգիչներին։ Մենք ուզում ենք, որ դու փրկես հայկական օպերան։ Օֆելիան նայեց նրան։ Սա էր այն, ինչ նա միշտ երազել էր։ Սա էր այն, ինչի համար նա ծնվել էր։ Բայց նա նաև մտածեց Ստիվի եւ Ջեյսոնի մասին, իր որդիների մասին, ովքեր սպասում էին նրան Ամերիկայում, իր որդիների մասին, ովքեր չէին խոսում հայերեն։ Ես չեմ կարող, ասաց նա։ Ես ունեմ երեխաներ, նրանք Ամերիկայում են։ Վազգենը ժպտաց։ Բեր նրանց այստեղ, ասաց նա։ Բեր նրանց Երևան։ Մենք կտանք քեզ բնակարան։ Մենք կտանք քեզ աշխատավարձ։ Մենք կօգնենք քո երեխաներին սովորել հայերեն։ Մենք կդարձնենք նրանց հայեր։ Օֆելիան զգաց, թե ինչպես է նրա սիրտը ցատկում։ Սա էր լուծումը, սա էր ճանապարհը։ Նա կարող էր մնալ Երևանում, նա կարող էր երգել, նա կարող էր սովորեցնել իր որդիներին հայերեն, նա կարող էր փրկել նրանց։ Բայց ապա նա մտածեց Արամի մասին։ Նա հիշեց նրա սպառնալիքները, նա հիշեց նրա բարկությունը, եւ նա գիտեր, որ եթե նա փորձի վերցնել որդիներին, Արամը երբեք չի թողնի։ Նա կպայքարարի, նա կօգտագործի իր փաստաբաններին, նա կօգտագործի իր կապերը, եւ նա կկարողանա հաղթել։ Ես պետք է մտածեմ, ասաց Օֆելիան։ Ես պետք է խոսեմ իմ ամուսնու հետ։ Վազգենը ծիծաղեց, դառը ծիծաղ։ Քո ամուսինը, ասաց նա։ Այն մարդ, ով խլեց քեզ մեզանից, այն մարդ, ով թաքցրեց քո ձայնը աշխարհից, դու իսկապես պետք է նրա թույլտվությունը խնդրես։ Օֆելիան լռեց։ Նա գիտեր, որ Վազգենը ճիշտ է, բայց նա նաև գիտեր իրականությունը։ Նա ամուսնացած էր Արամի հետ։ Նրա որդիները ապրում էին Արամի հետ, եւ ամերիկյան օրենքների համաձայն Արամն ուներ իրավունքներ։ Ես կվերադառնամ Ամերիկա, ասաց նա։ Ես կխոսեմ Արամի հետ, եւ ես կտեսնեմ, թե ինչ կարող եմ անել։ Վազգեն ուզում էր ասել ինչ-որ բան, բայց հայրենիք հիմնադրամի տնօրենը դադարեցրեց նրան։ Օֆելիա, ասաց տնօրենը, մենք հասկանում ենք, բայց խնդրում ենք հիշիր, դուռը միշտ բաց է քեզ համար։ Երբ դու պատրաստ լինես, մենք սպասում ենք քեզ։ Օֆելիան շնորհակալություն տվեց նրանց, նրանք հեռացան, եւ Օֆելիան մնաց միայնակ իր սենյակում։ Նա նստեց պատուհանի մոտ եւ նայեց Երևանին։ Քաղաքը, որտեղ նա ծնվել էր, քաղաքը, որտեղ նա սովորել էր երգել, քաղաքը, որը նա լքել էր սիրո համար։ Եվ նա մտածեց։ Նա մտածեց իր ընտրությունների մասին, նա մտածեց իր սխալների մասին, նա մտածեց իր ապագայի մասին, բայց ամենից շատ նա մտածեց Ստիվի եւ Ջեյսոնի մասին, իր որդիների մասին, ովքեր չէին խոսում հայերեն, իր որդիների մասին, ովքեր չէին ճանաչում իրենց ժառանգությունը, իր որդիների մասին, ովքեր կորած էին երկու աշխարհների միջև։ Եվ նա կայացրեց վերջնական որոշում։ Նա կվերադառնա Ամերիկա։ Նա կպայքարի Արամի հետ, եւ նա կսովորեցնի իր որդիներին հայերեն, անկախ նրանից, թե ինչ կին կվճարի։ Բայց արդյոք Արամը կթողնի նրան։ Արդյոք նա կպահի իր խոստումը, կամ արդյոք նա նոր սպառնալիքներ ուներ սпасելով Օֆելիային։ Եվ ամենակարևորը, ինչ էր իրականում թաքնված այդ սեյֆում, որի մասին Օֆելիան բլիֆ էր անել։ Արդյոք Արամի անցյալը պարունակում էր գաղտնիքներ, որոնք կարող էին ոչնչացնել նրան։
Կամ արդյոք Օֆելիան պարզապես խաղում էր վտանգավոր խաղ, չգիտենալով իրական կանոնները։ Երբ Օֆելիա Համբարձումյանը վերադարձավ Լոս Անջելես 1981 թվականի հունիսի սկզբին, օդանավակայանում ոչ ոք չէր սպասում նրան։ Ոչ Արամը, ոչ որդիները, ոչ նույնիսկ Վահագնը։ Նա վերցրեց տաքսի եւ գնաց տուն։ Այն փոքրիկ բնակարանը Գլենդեյլում, որը 10 տարի եղել էր նրա բանտը։ Երբ նա բացեց դուռը, տունը լուռ էր, սառը։ Կարծես ոչ ոք չէր ապրել այնտեղ շաբաթներ։ Օֆելիան մտավ ներս եւ տեսավ մի նամակ, թողնված սեղանի վրա։ Նամակը գրված էր Արամի ձեռագրով, բայց ոչ հայերեն, ոչ անգլերեն։ Այն գրված էր փաստաբանական լեզվով, պաշտոնական, սառը, անհոգի։ Նամակում ասվում էր, որ Արամը վերցրել է Ստիվին եւ Ջեյսոնին եւ գնացել է անհայտ վայր։ Նամակում ասվում էր, որ եթե Օֆելիան ուզում է տեսնել իր որդիներին, նա պետք է ստորագրի փաստաթղթեր, որոնք կարգել են նրան երբևէ խոսել հայերեն երեխաների առջև։ Նամակում ասվում էր, որ եթե Օֆելիան մերժի, նա երբեք չի տեսնի Ստիվին եւ Ջեյսոնին։ Օֆելիան կարդաց նամակը 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ։ Նա չէր կարող հավատալ։ Արամը խլել էր նրա երեխաներին։ Նա խլել էր նրանց այնպես, ինչպես նախկինում խլել էր նրա ձայնը, նրա անձնագիրը, նրա ազատությունը։ Բայց այս անգամ Օֆելիան չլաց։ Այս անգամ նա զգաց ինչ-որ այլ բան՝ սառը, կոշտ, անողոք պարկություն։ Ով էր Արամ Գրիգորյանը, որ խլեր մոր երեխաներին։ Ինչ իրավունք ուներ նա պահանջել, որ մայրը լռի իր սեփական լեզվով։ Եվ ամենակարևորը, արդյոք Օֆելիան իսկապես անօգնական էր, թե դեռ ուներ զենք, որը չէր օգտագործել։ Օֆելիան հիշեց իր բլեֆը։ Նա հիշեց, թե ինչպես էր ասել Արամին անօրինական որդեգրումների, կեղծ անձնագրերի եւ Շվեյցարիայի բանկային հաշիվների մասին։ Այդ ժամանակ դա եղել էր սուտ, բայց Արամի արձագանքը ցույց էր տվել, որ ինչ-որ բան իսկապես կար։ Ինչ-որ մութ գաղտնիք, որը Արամը թաքցնում էր տարիներ։ Եվ եթե Օֆելիան կարողանար գտնել այդ գաղտնիքը, նա կարող էր փրկել իր որդիներին։ Նա սկսեց որոնել։ Նա որոնեց ամբողջ բնակարանում։ Նա բացեց ամեն դարակ, ամեն սեկրետեր, ամեն տուփ, բայց ոչինչ չգտավ։ Արամը խելացի էր։ Նա ոչ միայն իր մայրին հանկարծակի չէր հայտնել գտավ, Արամը խելացի էր։ Նա չէր պահում իր գաղտնիքները տանը։ Ապա Օֆելիան հիշեց ինչ-որ բան։ Նա հիշեց, որ Արամն ուներ գրասենյակ իր ավտոսրահում։ Գրասենյակ, որտեղ նա անցկացնում էր ժամեր աշխատելով։ Գրասենյակ, որտեղ Օֆելիային երբեք թույլ չէին տվել մտնել։ Օֆելիան գիտեր, թե ինչ պետք է անի։ Նա սպասեց մինչև գիշեր։ Նա հագավ մութ հագուստ։ Նա վերցրեց Արամի պահարանի բանալիները, որոնք նա գտել էր մի դարակում, եւ նա գնաց դեպի ավտոսրահը։ Ավտոսրահը փակ էր, փողոցները լուռ էին։ Օֆելիան բացեց հետևի դուռը եւ մտավ ներս։ Նա բարձրացավ երկրորդ հարկ, այնտեղ, որտեղ գտնվում էր Արամի գրասենյակը։ Նա բացեց դուռը եւ մտավ։ Գրասենյակը փոքր էր, խեղճ, լի փաստաթղթերով եւ հին ֆայլերով։ Օֆելիան սկսեց որոնել։ Նա բացեց սեղանի դարակները, նա բացեց ֆայլային պահարանները։ Եվ ապա նա տեսավ այն՝ փոքրիկ սեյֆ, թաքնված հին պահարանի հետևում։ Օֆելիան փորձեց բացել սեյֆը, բայց այն ուներ կոդ։ Նա փորձեց Արամի ծննդյան թվականը, չաշխատեց։ Նա փորձեց իրենց ամուսնության թվականը, չաշխատեց։ Նա փորձեց Ստիվի ծննդյան թվականը, եւ սեյֆը բացվեց։ Ներսում Օֆելիան գտավ այն, ինչ փոխեց ամեն ինչ։ 17 անձնագիր, տարբեր անուններով, բայց բոլորը Արամի լուսանկարով։ Բանկային փաստաթղթեր Շվեյցարիայից, ցույց տալով հաշիվներ 3 միլիոն $-ով, եւ մի փաստաթուղթ, թվագրված 1969 թվականով, որտեղ Արամը ստորագրել էր որպես միջնորդ մի գործարքի համար, որը վերաբերում էր երեխաների անօրինական տեղափոխությանը Հայաստանից Ամերիկա։ Օֆելիան կարդաց փաստաթուղթը դողացող ձեռքերով։ Այնտեղ նկարագրված էր, թե ինչպես էր Արամը օգնել հարուստ ամերիկյան ընտանիքներին որդեգրել հայ որբերի։ Բայց փաստաթուղթը նաև ցույց էր տալիս, որ այդ երեխաներից շատերը իրականում որբեր չէին, նրանք գողացված էին իրենց ընտանիքներից։ Նրանց ծնողներին ասել էին, որ երեխաները մահացել են, իսկ իրականում երեխաները վաճառվել էին ամերիկացի զույգերին, յուրաքանչյուրը $10,000-ով։ Օֆելիան զգաց, թե ինչպես է նրա ստամոքսը շրջվում։ Նա ամուսնացած էր հանցագործի հետ, ոչ պարզապես հանցագործի, մարդու, ով գողացել էր երեխաներ, մարդու, ով ոչնչացրել էր ընտանիքներ, մարդու, ով վաճառել էր անմեղ հոգիներ փողի դիմաց։ Բայց ապա Օֆելիան տեսավ ինչ-որ բան, որը սառեցրեց նրա արյունը։ Փաստաթղթի ներքևում կար ցուցակ անունների։ Երեխաների անուններ, ովքեր տեղափոխվել էին, եւ այդ ցուցակում գրված փոքրիկ տառերով էր մի անուն, որը Օֆելիան ճանաչեց։ Անուն,
որը պատկանում էր նրա հեռավոր ազգականի որդուն։ Երեխա, ով մահացել էր 1969 թվականին։ Երեխա, ում մասին Օֆելիայի մայրը լաց էր լինում տարիներ։ Արամը գողացել էր Օֆելիայի սեփականը ազգականի երեխային։ Օֆելիան չէր կարող շնչել։ Նա չէր կարող մտածել, նա միայն կարող էր զգալ այն սարսափը, որը ծածկում էր նրան ալիքների պես։ Նա ամուսնացած էր հրեշի հետ, եւ այդ հրեշը հիմա պահում էր նրա որդիներին որպես պատանդներ։ Օֆելիան վերցրեց բոլոր փաստաթղթերը, նա դրեց դրանք իր պայուսակի մեջ, եւ նա հեռացավ ավտոսրահից։ Նա գիտեր, թե ինչ պետք է անի։ Նա պետք է գնար ոստիկանություն։ Նա պետք է ցույց տար այդ փաստաթղթերը։ Նա պետք է ապացուցեր, որ Արամը հանցագործ է։ Բայց ապա նա մտածեց Ստիվի եւ Ջեյսոնի մասին։ Եթե նա գնար ոստիկանություն, Արամը կձերբակալվեր։ Բայց նա նաև կարող էր վնասել երեխաներին։ Նա կարող էր թաքցնել նրանց այնպես, որ Օֆելիան երբեք չգտներ։ Նա կարող էր անել ինչ-որ բան անդառնալի։ Օֆելիան պետք է ընտրեր. արդարություն կամ երեխաներ, ճշմարտություն կամ ընտանիք, վրեժ կամ սեր։ Նա նստեց իր մեքենայում եւ լաց եղավ։ Նա լաց եղավ այնպես, իհարկե, որ Օֆելիան չէր կարողանա գտնել նրանց։ Նա լաց եղավ այնպես, որ Օֆելիան չէր կարողանա գտնել նրանց։ Նա լաց եղավ այնպես, որ Օֆելիան չէր կարողանա գտնել նրանց։ Նա լաց եղավ այնպես, որ Օֆելիան չէր կարողանա գտնել նրանց։ Նա լաց եղավ այնպես, որ Օֆելիան չէր կարողանա գտնել նրանց։ Նա լաց եղավ այնպես, որ Օֆելիան չէր կարողանա գտնել նրանց։ Նա լաց եղավ այնպես, որ Օֆելիան չէր կարողանա գտնել նրանց։ Նա լաց եղավ այնպես, որ Օֆելիան չէր կարողանա գտնել նրանց։ Նա լաց եղավ այնպես, որ Օֆելիան չէր կարողանա գտնել նրանց։ Նա լաց եղավ այնպես, որ Օֆելիան չէր կարողանա գտնել նրանց։ Նա լաց եղավ այնպես, որ Օֆելիան չէր կարողանա գտնել նրանց։ Նա լաց եղավ այնպես, որ Օֆելիան չէր կարողանա գտնել նրանց։ Նա լաց եղավ այնպես, որ Օֆելիան չէր կարողանա գտնել նրանց։ Նա լաց եղավ այնպես, որ Օֆելիան չէր կարողանա գտնել նրանց։ Նա լաց եղավ այնպես, որ Օֆելիան չէր կարողանա գտնել նրանց։ Նա լաց եղավ այնպես, որ Օֆելիան չէր կարողանա գտնել նրանց։ Նա լաց եղավ այնպես, որ Օֆելիան չէր կարողանա գտնել նրանց։ Նա լաց եղավ այնպես, որ Օֆելիան չէր, բայց որը տար նրան հնարավորություն փրկել իր որդիներին առանց Արամին նախազգուշացնելու։ Նա զանգահարեց Վահագն Սարգսյանին եւ պատմեց ամեն ինչ։ Վահագնը լսեց լռությամբ։ Երբ Օֆելիան ավարտեց, Վահագնը ասաց մի նախադասություն, որը փոխեց խաղի կանոնները։ Ես ճանաչում եմ մեկին, ով կարող է օգնել, ասաց նա, բայց դու պետք է պատրաստ լինես վճարել գին։ Հաջորդ օրը Վահագնը բերեց մի մարդու Օֆելիայի տուն։ Մարդը ներկայացավ որպես Սամվել Ավագյան։ Նա էր փաստաբան, բայց ոչ սովորական փաստաբան։ Նա մասնագիտացած էր բարդ գործերով, գործեր, որոնք ներառում էին միջազգային հանցագործություններ, կեղծ փաստաթղթեր եւ թաքնված ակտիվներ։ Նա նայեց Օֆելիայի բերած փաստաթղթերին եւ սուլեց։ Այս բավական է ուղարկելու քո ամուսնուն բանտ 20 տարով, ասաց Սամվելը։ Բայց եթե մենք անենք դա հիմա, նա կունենա ժամանակ թաքցնել երեխաներին։ Մենք պետք է խաղանք խելացի։ Սամվելը բացատրեց պլանը։ Նրանք կօգտագործեին փաստաթղթերը ոչ թե ոստիկանությանը տալու համար, այլ Արամին շանտաժելու համար։ Նրանք կպահանջեին, որ Արամը վերադարձնի երեխաներին եւ ստորագրի փաստաթղթեր, որոնք կտային Օֆելիային ամբողջական խնամակալություն։ Եթե Արամը մերժեր, ապա նրանք կտանեին փաստաթղթերը ոստիկանություն եւ նաեւ կտեղեկացնեին ՖԲԸՌ-ին, Դաշնային քննչական բյուրոին։ Օֆելիան համաձայնվեց։ Նրանք սահմանեցին հանդիպում Արամի հետ։ Սամվելը զանգահարեց Արամին եւ ասաց, որ ներկայացնում է Օֆելիա Համբարձումյանին եւ ունի տեղեկություններ, որոնք Արամը կցանկանար լսել։ Արամը սկզբում մերժեց, բայց երբ Սամվելը նշեց 1969 թվականի գործարքները, Արամի ձայնը փոխվեց։ Նա համաձայնվեց հանդիպել։ Հանդիպումը տեղի ունեցավ մի սրճարանում Փասադենայում։ Արամը եկավ միայնակ։ Նա նստեց Օֆելիայի եւ Սամվելի դիմաց։ Նրա դեմքը սառ էր, բայց Օֆելիան տեսավ վախը նրա աչքերում։ Սամվելը դրեց փաստաթղթերը սեղանի վրա։ Ոչ բոլորը, միայն մի քանիսը, բավական որպեսզի Արամը հասկանար, թե ինչ ունեն նրանք։ Արամը նայեց փաստաթղթերին եւ գունատվեց։ Որտեղից ստացաք դրանք, ասաց նա։ Դա կարևոր չէ, պատասխանեց Սամվելը։ Կարևորը այն է, որ մենք ունենք դրանք։ Եվ մենք ունենք ավելին։ Մենք ունենք բոլոր 17 անձնագրերը։ Մենք ունենք բանկային փաստաթղթերը Շվեյցարիայից։ Մենք ունենք ամբողջ ցուցակը երեխաների, ովքեր գողացվել են։ Եվ մենք պատրաստ ենք տանել այս ամենը ոստիկանություն եւ ՖԲԸՌ, եթե դուք չհամագործակցեք։ Արամը նայեց Օֆելիային։ Նրա աչքերում էր ատելություն, սուր, թունավոր ատելություն։ Դու,
ասաց նա։ Դու արեցիր սա։ Դու մտար իմ գրասենյակ։ Դու գողացար իմ փաստաթղթերը։ Օֆելիան նայեց նրան առանց վախի։ Այո, ասաց նա, ես արեցի, եւ հիմա դու կլսես իմ պահանջները։ Դու կվերադարձնես Ստիվին եւ Ջեյսոնին։ Դու կստորագրես փաստաթղթեր, որոնք կտան ինձ ամբողջական խնամակալություն։ Դու կհեռանաս մեր կյանքից, եւ դու երբեք չես փորձի կապ հաստատել երեխաների հետ առանց իմ թույլտվության։ Արամը ծիծաղեց, հիվանդ ծիծաղ։ Եվ եթե ես մերժեմ, ասաց նա։ Սամվելը պատասխանեց. Ապա վաղը առավոտյան ՖԲՌ-ի գործակալները կգան քո ավտոսրահ։ Նրանք կձերբակալեն քեզ։ Նրանք կքննեն քո բոլոր գործարքները։ Եվ երբ նրանք գտնեն այն, ինչ մենք կտանք, դու կանցկացնես մնացած կյանքդ դաշնային բանտում։ Երեխաների մարդկանց վաճառքը դաշնային հանցագործություն է։ Դու կստանաս 20 տարից 50 տարի, եւ քո որդիները կմեծանան իմանալով, որ իրենց հայրը հանցագործ է։ Արամը լռեց երկար։ Նա նայում էր փաստաթղթերին, նա նայում էր Օֆելիային, նա նայում էր Սամվելին։ Եվ ապա նա ասաց մի բան, որը ցույց տվեց նրա իրական էությունը։ Լավ, ասաց նա։ Ես կտամ քեզ երեխաներին, բայց դու պետք է իմանաս մի բան։ Ստիվը եւ Ջեյսոնը արդեն ատում են քեզ։ Ես պատմեցի նրանց, որ դու լքեցիր նրանց։ Ես պատմեցի նրանց, որ դու ընտրեցիր քո կարիերան նրանց փոխարեն։ Ես պատմեցի նրանց, որ դու չես սիրում նրանց, եւ նրանք հավատացին։ Այսպես որ, վերցրու նրանց, բայց դու երբեք չես կարողանա վերադարձնել նրանց սերը։ Օֆելիան զգաց, թե ինչպես է նրա սիրտը ջախջախվում։ Արամը թունավորել էր նրա որդիներին։ Նա լցրել էր նրանց մեջ ատելություն իրենց սեփական մոր հանդեպ։ Նա վերածել էր նրանց զենքի, որը ուղղված էր Օֆելիայի դեմ։ Բայց Օֆելիան նաև գիտեր, որ նա չուներ ընտրություն։ Նա պետք է վերցնել իր որդիներին։ Նա պետք է փորձեր վերականգնել այն, ինչ Արամը կոտրել էր։ Նա պետք է ցույց տար նրանց, որ մայրը երբեք չէր լքել նրանց, որ մայրը միշտ սիրել է նրանց, որ մայրը պատրաստ է անել ամեն ինչ նրանց համար։ Ես ընդունում եմ, ասաց Օֆելիան։ Բերիր երեխաներին։ Արամը ժպտաց, չար ժպիտ։ Նրանք սպասում են մեքենայում, ասաց նա։ Սամվելը ստորագրեցրեց Արամին փաստաթղթերը։ Փաստաթղթեր, որոնք տվեցին Օֆելիային ամբողջական խնամակալություն։ Փաստաթղթեր, որոնք արգելեցին Արամին մոտենալ երեխաներին առանց Օֆելիայի թույլտվության։ Փաստաթղթեր, որոնք փաստորեն ավարտեցին Արամի դերը որպես հայր։ Արամը ստորագրեց առանց կարդալու։ Նա վեր կացավ եւ հեռացավ, բայց նախքան դուրս գալը նա դարձավ եւ նայեց Օֆելիային վերջին անգամ։ Դու կզղջաս այսօրվա համար, ասաց նա։ Դու կզղջաս, որ ընտրեցիր նրանց ինձնից, որովհետև նրանք երբեք չեն լինի քո երեխաները։ Նրանք իմ երեխաներն են, եւ ես արդեն վերցրել եմ նրանց հոգիները։ Օֆելիան չպատասխանեց։ Նա միայն նայեց, թե ինչպես է Արամը հեռանում։ Եվ ապա նա դուրս եկավ սրճարանից եւ տեսավ նրանց։ Ստիվը եւ Ջեյսոնը նստած էին մեքենայում։ Նրանք նայում էին նրան ապակու միջից։ Նրանց դեմքերը սառ էին, անտարբեր, օտար։ Օֆելիան մոտեցավ մեքենային եւ բացեց դուռը։ Ստիվ, Ջեյսոն, ասաց նա։ Արիք, մենք գնում ենք տուն։ Ստիվը նայեց նրան։ Նա արդեն 10 տարեկան էր։ Նրա աչքերը լի էին ատելությամբ։ Դու մեր մայրը չես, ասաց նա։ Մեր մայրը մեզ երբեք չէր լքի։ Օֆելիան զգաց, թե ինչպես է նրա աշխարհը փլվում։ Բայց նա չլաց։ Նա չթույլ տվեց, որ երեխաները տեսնեն նրա ցավը։ Նա միայն ժպտաց։ Տխուր, բայց անկեղծ ժպիտ։ Ես գիտեմ, որ դուք այդպես եք մտածում, ասաց նա։ Ես գիտեմ, որ ձեր հայրը պատմել է ձեզ բաներ, բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք ճշմարտությունը։ Ես երբեք չեմ լքել ձեզ։ Ես գնացի Երևան, որովհետև իմ մայրը մահացել էր։ Ես գնացի հրաժեշտ տալու նրան։ Բայց ամեն րոպե, որ ես այնտեղ էի, ես մտածում էի ձեր մասին։ Ես սիրում եմ ձեզ։ Ես միշտ սիրել եմ ձեզ, եւ ես միշտ կսիրեմ ձեզ։ Ջեյսոնը, ով ընդամենը 7 տարեկան էր, սկսեց լալ։ Նա չէր հասկանում, թե ինչ էր տեղի ունենում։ Նա միայն գիտեր, որ նրա աշխարհը փոխվել էր, որ նրա ծնողները այլևս միասին չէին, որ նրա ընտանիքը կոտրված էր։ Ստիվը գրկեց Ջեյսոնին, նա նայեց Օֆելիային, եւ նա ասաց մի բան, որը ցույց տվեց, որ Արամի թույնը արդեն աշխատում էր։ Եթե դու իսկապես սիրում էիր մեզ, դու չէիր խոսի այդ տարօրինակ լեզվով, ասաց նա։ Հայրը ասաց, որ դու ամաչում ես լինել ամերիկացի, որ դու ուզում ես, որ մենք լինենք տարբեր, բայց մենք չենք ուզում լինել տարբեր, մենք ուզում ենք լինել նորմալ։ Օֆելիան հասկացավ, թե որքան խորն էր վնասը։ Արամը ոչ միայն թունավորել էր երեխաներին նրա դեմ, նա նաև թունավորել էր նրանց իրենց սեփական ինքնության դեմ։ Նա սովորեցրել էր նրանց ամաչել իրենց ծագումից,
Նա սովորեցրել էր նրանց ատել հայերենը, այն լեզուն, որը կապում էր նրանց իրենց նախիների հետ։ Բայց Օֆելիան նաև հասկացավ, որ սա էր նրա պատերազմը, սա էր նրա առաքելությունը։ Նա պետք է վերադարձներ իր որդիներին այն, ինչ Արամը խլել էր նրանցից։ Նա պետք է սովորեցներ նրանց հպարտանալ իրենց ժառանգությամբ։ Նա պետք է ցույց տար նրանց, որ տարբեր լինելը ուժ է, ոչ թե թուլություն։ Եվ նա պետք է աներ այս ամենը առանց Արամի օգնության, առանց ամուսնու, առանց հոր, միայնակ։ Արդյոք Օֆելիան կարող էր հաղթել այս պատերազմում։ Կարող էր նա վերականգնել այն, ինչ Արամը կոտրել էր 10 տարվա ընթացքում։ Կամ արդյոք նրա մոր մարգարեությունը արդեն իրականացել էր։ Դու կփրկես հայերենը ամբողջ աշխարհում, բայց կորցնես այն քո սեփական տանը։ Հաջորդ տարիները եղան Օֆելիա Համբարձումյանի կյանքի ամենադժվարը։ Նա փորձեց կառուցել նոր կյանք իր որդիների հետ։ Նա վարձեց փոքրիկ տուն Գլենդեյլում, հեռու Արամի ավտոսրահից։ Նա սկսեց աշխատել որպես երաժշտության ուսուցիչ հայկական դպրոցում։ Նա փորձեց ստեղծել տուն, որտեղ հայերենը կլիներ բնական, ուր հայկական մշակույթը կլիներ տոն, ոչ թե ամոթ։ Բայց Ստիվը եւ Ջեյսոնը դիմադրում էին։ Նրանք մերժում էին խոսել հայերեն։ Նրանք մերժում էին ուժում էին ուտել հայկական ուտելիքներ։ Նրանք մերժում էին գնալ հայկական եկեղեցի։ Նրանք մերժում էին ամեն ինչ, ինչ կապված էր հայկականության հետ։ Օֆելիան փորձեց համբերատար լինել։ Նա փորձեց հասկանալ, որ երեխաները վիրավորված էին, որ նրանք շփոթված էին, որ նրանք պետք է ժամանակ բուժվելու համար։ Բայց ամիսները անցան եւ ոչինչ չփոխվեց։ Ստիվը դարձավ ավելի փակ, ավելի ագրեսիվ։ Նա սկսեց խնդիրներ ունենալ դպրոցում։ Նա սկսեց կռվել այլ երեխաների հետ։ Նա սկսեց ստել։ Ջեյսոնը դարձավ ավելի լուր, ավելի ներքին։ Նա անցկացնում էր ժամեր իր սենյակում միայնակ։ Նա չէր խոսում Օֆելիայի հետ։ Նա չէր նայում նրա աչքերի մեջ։ Նա ապրում էր նույն տանը, բայց նա էր ուրվական։ Օֆելիան փորձեց ամեն ինչ։ Նա տարավ երեխաներին հոգեբանի, բայց հոգեբանը ասաց, որ երեխաները պետք է ժամանակ եւ տարածություն։ Օֆելիան փորձեց խոսել նրանց հետ, բացատրել ճշմարտությունը Արամի մասին, բայց երեխաները չէին հավատում։ Նրանք մտածում էին, որ Օֆելիան փորձում է վատ ներկայացնել իրենց հորը։ Օֆելիան փորձեց երգել նրանց համար։ Նա փորձեց ցույց տալ նրանց հայկական երաժշտության գեղեցկությունը, բայց երեխաները փակում էին իրենց ականջները։ Նրանք ասում էին, որ հայկական երաժշտությունը տարօրինակ է, հին է, ձանձրալի է։ Եվ ամենավատագույնը Արամը շարունակում էր իր խաղը։ Թեև նա իրավաբանորեն չէր կարող տեսնել երեխաներին առանց Օֆելիայի թույլտվության, նա գտավ ուրիշ ճանապարհներ։ Նա ուղարկում էր նրանց նվերներ, թանկ նվերներ, վիդեոխաղեր, հեծանիվներ, հագուստ։ Նա ուղարկում էր նրանց նամակներ, որտեղ գրում էր, թե որքան է սիրում նրանց եւ որքան է կարոտում։ Նա ուղարկում էր նրանց լուսանկարներ երջանիկ ժամանակներից, երբ նրանք իրական ընտանիք էին։ Ստիվը եւ Ջեյսոնը պահում էին այդ նվերները որպես գանձեր։ Նրանք կարդում էին այդ նամակները կրկին եւ կրկին։ Նրանք նայում էին այդ լուսանկարներին եւ լաց էին լինում։ Եվ ամեն անգամ, երբ Օֆելիան փորձում էր խոսել նրանց հետ, նրանք համեմատում էին նրան Արամի հետ։ Եվ Օֆելիան միշտ կորցնում էր այդ համեմատությունում։ 1985 թվականին, երբ Ստիվը 14 տարեկան էր եւ Ջեյսոնը 11, Օֆելիան կայացրեց վերջնական որոշում։ Նա հասկացավ, որ չի կարող հաղթել այս պատերազմում միայնակ։ Նա հասկացավ, որ երեխաները պետք է տեսնեն ավելի լայն պատկեր։ Նրանք պետք է հասկանային, որ հայ լինելը նշանակում է ավելին, քան պարզապես լեզու կամ ուտելիք։ Դա նշանակում է պատմություն, մշակույթ, ինքնություն։ Օֆելիան զանգահարեց Երևան։ Նա խոսեց Վազգեն Մանուկյանի հետ, կոմպոզիտորների միության նախագահի հետ, ով առաջարկել էր նրան աշխատանք 4 տարի առաջ։ Նա հարցրեց, արդյոք առաջարկը դեռ վավեր է։ Վազգենը պատասխանեց անմիջապես։ Միշտ, ասաց նա։ Դուռը միշտ բաց է քեզ համար։ Օֆելիան պատմեց նրան իր պլանը։ Նա ուզում էր տանել Ստիվին եւ Ջեյսոնին Հայաստան 1 ամսով, ամառային արձակուրդի ժամանակ։ Նա ուզում էր ցույց տալ նրանց Երևանը, Սևանը, Գառնին, Խորվիրապը։ Նա ուզում էր ներկայացնել նրանց իրենց հեռավոր ազգականներին։ Նա ուզում էր, որ նրանք լսեին հայերեն ոչ որպես տարօրինակ լեզու, այլ որպես կենդանի, շնչող, գեղեցիկ բան։ Վազգենը համաձայնվեց օգնել։ Նա կազմակերպեց ամեն ինչ։ Նա գտավ բնակարան Երևանում։ Նա կազմակերպեց էքսկուրսիաներ։ Նա նույնիսկ կազմակերպեց, որ Ստիվը եւ Ջեյսոնը հանդիպեին երիտասարդ հայ երեխաների հետ, երեխաների, ովքեր խոսում էին անգլերեն եւ կարող էին լինել նրանց ընկերները։ Օֆելիան պատմեց Ստիվին եւ Ջեյսոնին պլանի մասին։ Նրանք անմիջապես դիմադրեցին։ Մենք չենք ուզում գնալ, ասաց Ստիվը։ Մենք ուզում ենք մնալ այստեղ մեր ընկերների հետ։ Բայց Օֆելիան այս անգամ չհետկանգնեց։
Մենք գնում ենք, ասաց նա։ Դուք կարող եք գալ կամավոր, կամ ես կստիպեմ ձեզ, բայց մենք գնում ենք։ Ստիվը եւ Ջեյսոնը տեսան ինչ-որ բան նոր իրենց մոր աչքերում, ինչ-որ կոշտ, անսասան։ Նրանք հասկացան, որ այս անգամ նրանք չեն կարող հաղթել։ 1985 թվականի հուլիս։ Օֆելիան, Ստիվը եւ Ջեյսոնը թռան Երևան։ Ողջ ճանապարհին երեխաները լռում էին։ Նրանք նստած էին իրենց նստատեղերում, ականջակալներով, լսելով իրենց երաժշտությունը, անտեսելով Օֆելիային։ Բայց երբ ինքնաթիռը վայրեջք կատարեց Զվարթնոցում եւ նրանք դուրս եկան, ինչ-որ բան փոխվեց։ Օդը տարբեր էր, լույսը տարբեր էր, նույնիսկ հողի հոտը տարբեր էր։ Ստիվը եւ Ջեյսոնը նայեցին շուրջը, շփոթված, հետաքրքրված, մի փոքր վախեցած։ Նրանք տեսան մարդկանց, ովքեր նման էին նրանց։ Մարդկանց մուգ մազերով, մուգ աչքերով, մուգ մաշկով։ Մարդկանց, ովքեր խոսում էին այն լեզվով, որը նրանք լսել էին իրենց մոր բերանից, բայց երբեք չէին հասկացել։ Եվ առաջին անգամ իրենց կյանքում Ստիվը եւ Ջեյսոնը զգացին ինչ-որ տարօրինակ։ Նրանք զգացին, որ գուցե նրանք պատկանում են այստեղ։ Արդյոք այդ մեկ ամիսը Հայաստանում կփոխեր Ստիվի եւ Ջեյսոնի սրտերը։ Կարող էր Օֆելիան վերջապես հասնել իր որդիներին, կամ արդյոք Արամի թույնը արդեն շատ խորն էր, շատ ուժեղ, շատ մահացու։ Երևանի փողոցներում, որտեղ ամեն քար պատմում էր հազարամյա պատմություն, Ստիվը եւ Ջեյսոնը առաջին անգամ իրենց կյանքում լսեցին ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Դա չէր նրանց մոր ձայնը, դա չէր ուսուցչի դասախոսությունը։ Դա էր մի ծեր կնոջ հեկեկոցը, ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, երբ նա դրեց ծաղիկներ անանուն գերեզմանի վրա։ Այդ կինը կորցրել էր իր ամբողջ ընտանիքը 1915 թվականին։ Նա էր միակ վերապրածը։ Եվ երբ նա խոսեց, նրա ձայնը դողում էր ոչ թե թուլությունից, այլ անսասան ուժից։ Նա խոսում էր հայերեն, բայց Վազգենը թարգմանում էր անգլերեն։ Նա ասաց մի նախադասություն, որը սառեցրեց Ստիվի արյունը։ Նրանք ուզում էին, որ մենք մոռանանք մեր լեզուն, մեր անունները, մեր Աստծուն, բայց մենք չմոռացանք, եւ այդ պատճառով մենք դեռ կենդանի ենք։ Ստիվը նայեց այդ կնոջը, նրա ծեր կնճռոտ դեմքին, նրա աչքերին, որոնք տեսել էին սարսափ, բայց դեռ լի էին կյանքով։ Եվ առաջին անգամ նա հասկացավ, որ հայրենը չէր պարզապես լեզու, դա էր գոյատևման զենք։ Դա էր ինքնությունը, որը ոչ ոք չէր կարող խլել, եթե դու չթույլ տայիր։ Արդյոք Ստիվը վերջապես հասկանում էր, թե ինչու էր իր մայրը այդքան պայքարում, թե դեռ ուշ էր։ Այդ երեկո, երբ նրանք վերադարձան բնակարան, Ստիվը առաջին անգամ մոտեցավ Օֆելիային եւ հարցրեց. «Մամ, սովորեցրու ինձ մի բառ հայերեն»։ Օֆելիան զարմացավ այնքան, որ սկզբում չկարողացավ խոսել։ Նա նայեց իր որդուն, այդ 14 տարեկան տղային, ով 4 տարի մերժել էր նրան, ով ատել էր ամեն ինչ, ինչ նա ներկայացնում էր։ Եվ հիմա այդ տղան կանգնած էր նրա առջև, խոցելի, բաց, պատրաստ սովորելու։ «Ինչ բառ ես ուզում սովորել», հարցրեց Օֆելիան, փորձելով չլաց լինել։ Ստիվը մտածեց մի պահ, ապա ասաց. «Ինչպես ասել ներողություն»։ Օֆելիան զգաց, թե ինչպես է նրա սիրտը ճեղքվում եւ միաժամանակ բուժվում։ «Ներողություն», ասաց նա։ «Ներողություն», Ստիվը կրկնեց, սկզբում անճիշտ, ապա ավելի լավ։ Նա կրկները 10 անգամ, 20 անգամ, մինչև այն հնչեց ճիշտ։ Եվ ապա նա նայեց իր մորը եւ ասաց այն անգլերեն. I'm sorry, mom. I'm sorry for everything. Օֆելիան գրկեց իր որդուն։ Նա գրկեց նրան այնպես, ինչպես չէր գրկել 4 տարի։ Նա գրկեց նրան եւ զգաց, թե ինչպես է նրա մարմինը դողում լաց լինելով։ Ոչ միայն նրա լաց, Ստիվի լաց նույնպես։ Այն լացը, որը նա պահել էր ներսում 4 տարի, այն ցավը, որը նա չէր կարողացել արտահայտել, այն շփոթվածությունը, որը նա չէր կարողացել հասկանալ։ Ջեյսոնը նայում էր նրանց հեռվից։ Նա դեռ չէր պատրաստ, նա դեռ չէր հասկանում։ Բայց նա տեսավ ինչ-որ բան իր եղբոր եւ մոր միջև, ինչ-որ բան իրական, ինչ-որ բան ուժեղ, եւ առաջին անգամ նա զգաց, որ գուցե նա բաց է թողել ինչ-որ բան կարեւոր։ Հաջորդ 3 շաբաթները Հայաստանում եղան փոխակերպման ժամանակ։ Ստիվը սկսեց սովորել հայերեն։ Ոչ արագ, ոչ հեշտ, բայց նա սովորեց։ Նա սովորեց բառեր, արտահայտություններ, նախադասություններ։ Նա սովորեց ասել «բարի լույս», «շնորհակալություն», «ես սիրում եմ քեզ»։ Նա սովորեց կարդալ հայերեն տառերը, այդ գեղեցիկ հին գրերը, որոնք ստեղծվել էին 1500 տարի առաջ։ Ջեյսոնը դանդաղ էր։ Նա դեռ դիմադրում էր, բայց նա նաև հետաքրքրված էր։ Նա սկսեց հարցեր տալ։ Հարցեր Հայաստանի մասին, հայ պատմության մասին, իրենց ընտանիքի մասին։ Եվ Օֆելիան պատասխանում էր։
Նա պատմում էր պատմություններ իր մանկության մասին, իր մոր մասին, իր տատիկի մասին։ Նա պատմում էր, թե ինչպես էր հայ ժողովուրդը վերապրել ցեղասպանությունը, երկրաշարժները, պատերազմները։ Նա պատմում էր, թե ինչպես էր հայրենը դարձել նրանց ուժը, նրանց ինքնությունը, նրանց հոգին։ Եվ երեխաները լսում էին։ Առաջին անգամ իրենց կյանքում նրանք իսկապես լսում էին։ Բայց ամենակարևոր պահը եկավ այցելության վերջին օրը։ Օֆելիան տարավ Ստիվին եւ Ջեյսոնին Պանթեոն, այնտեղ, որտեղ թաղված էր նրանց տատիկը, Արփինե Համբարձումյանը։ Երեխաները կանգնեցին գերեզմանի առջև։ Նրանք նայեցին տապանակարին, գրված հայերեն։ Նրանք չէին կարող կարդալ այն ամբողջությամբ, բայց Օֆելիան թարգմանեց։ Արփինե Համբարձումյան, սիրված մայր եւ տատիկ։ Նա ապրեց իր երեխաների համար եւ մահացավ, երազելով տեսնել իր թոռներին։ Ստիվը նայեց մորը։ Նա երբեք չտեսավ մեզ, հարցրեց նա։ Օֆելիան ցնցեց գլուխը։ Ոչ, ասաց նա։ Ձեր հայրը չթույլ տվեց։ Նա չթույլ տվեց, որ ես բերեմ ձեզ Հայաստան։ Նա չթույլ տվեց, որ ես նույնիսկ խոսեմ նրա հետ հեռախոսով, երբ դուք մոտակայքում էիք։ Նա ուզում էր, որ դուք չիմանաք այս աշխարհի մասին։ Նա ուզում էր, որ դուք չիմանաք ձեր ժառանգության մասին։ Ջեյսոնը, ով դեռ լռում էր, հանկարծ խոսեց։ Ինչու՞, հարցրեց նա։ Ինչու էր հայրը ատում հայերենը այդքան։ Օֆելիան նստեց հողի վրա։ Նա նշան արեց, որ երեխաները նստեն նրա կողքին։ Եվ նա պատմեց նրանց ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը։ Նա պատմեց Արամի հոր մասին, Գրիգոր Գրիգորյանի մասին, ով եղել էր ցեղասպանությունից փրկված որբ։ Նա պատմեց, թե ինչպես էր Գրիգորը տառապել Ամերիկայում, լինելով տարբեր։ Նա պատմեց, թե ինչպես էր այդ ցավը վերածվել ինքնատիացության, ապա ատելության։ Եվ նա պատմեց, թե ինչպես էր Արամը ժառանգել այդ ատելությունը եւ դարձրել այն ավելի թունավոր։ Ձեր հայրը չէր ատում ձեզ, ասաց Օֆելիան։ Նա ատում էր ինքն իրեն։ Նա ատում էր այն մասը իր մեջ, որը հայ էր։ Եվ նա փորձում էր սպանել այդ մասը, սպանելով հայրենը ձեր մեջ։ Բայց այն, ինչ նա չհասկացավ, այն է, որ երբ դու սպանում ես քո լեզուն, դու սպանում ես քո հոգին։ Ստիվը եւ Ջեյսոնը լռում էին երկար։ Նրանք մտածում էին։ Նրանք փորձում էին հասկանալ։ Եվ ապա Ստիվը ասաց ինչ-որ բան, որը ցույց տվեց, որ նա իսկապես հասկացել էր։ Մենք չենք ուզում լինել ինչպես հայրը, ասաց նա։ Մենք չենք ուզում ատել մեզ։ Մենք ուզում ենք իմանալ, թե ովքեր ենք մենք։ Օֆելիան գրկեց իր երկու որդիներին։ Նա գրկեց նրանց եւ զգաց, թե ինչպես է նրա մոր հոգին ժպտում երկնքից։ Նա գրկեց նրանց եւ իմացավ, որ վերջապես նա հաղթել էր։ Ոչ Արամի դեմ, այլ վախի դեմ, ինքնատիացության դեմ, մոռացության դեմ։ Արդյոք սա էր վերջը պատմության, թե դեռ մի բան մնացել էր անասելի, ինչ-որ բան, որը սպասում էր նրանց Ամերիկայում։ Երբ Օֆելիան, Ստիվը եւ Ջեյսոնը վերադարձան Լոս Անջելես 1985 թվականի օգոստոսի վերջին, նրանք գտան մի նամակ, սպասելով իրենց դռան առջև։ Նամակը ուղարկված էր Արամի փաստաբանից։ Այն պարունակում էր լուր, որը ցնցեց Օֆելիային, բայց միաժամանակ ազատեց նրան վերջնականապես։ Արամ Գրիգորյանը մահացել էր։ Նա մահացել էր սրտի կաթվածից, իր ավտոսրահի գրասենյակում, միայնակ, գիշերվա 2 ժամին։ Նրան գտել էին 3 օր անց, երբ մաքրուհին եկել էր աշխատանքի։ Փաստաբանը գրում էր, որ Արամը թողել էր կտակ։ Կտակում նա թողել էր ամեն ինչ՝ ավտոսրահը, տունը, բանկային հաշիվները, Ստիվին եւ Ջեյսոնին։ Օֆելիային նա թողել էր ոչինչ, բայց կտակում կար նաև մի նախադասություն, որը փաստաբանը ընդգծել էր։ Ես խնդրում եմ, որ իմ որդիները երբեք չիմանան ճշմարտությունը իմ մասին։ Թող նրանք հիշեն ինձ որպես հայր, ոչ թե որպես այորպես այն, ինչ ես իրականում էի։ Օֆելիան կարդաց նամակը եւ զգաց ինչ-որ տարօրինակ։ Ոչ ուրախություն, ոչ տխրություն։ Ինչ-որ բան միջև։ Արամը մեռել էր։ Մարդը, ով խլել էր նրա տարիները, նրա ձայնը, նրա երեխաներին, մարդը, ով վերածել էր նրա կյանքը դժոխքի, բայց նաև մարդը, ով եղել էր նրա ամուսինը, հայրը նրա երեխաների, մարդը, ով մի ժամանակ երգել էր նրա համար եւ լաց էր լինել Սայատնովայի երգերից։ Օֆելիան ցույց տվեց նամակը Ստիվին եւ Ջեյսոնին։ Նրանք կարդացին լռությամբ։ Ստիվը սկսեց լալ։ Ջեյսոնը նստեց անշարժ, ցնցված։ Նրանք կորցրել էին իրենց հորը։ Անկախ նրանից, թե ինչ էր նա արել, անկախ նրանից, թե ինչպես էր նա վարվել, նա եղել էր նրանց հայրը, եւ հիմա նա չկար։ Օֆելիան գրկեց իր որդիներին։ Նա թույլ տվեց նրանց լալ, նա թույլ տվեց նրանց սգալ։ Նա չասաց ոչինչ Արամի հանցագործությունների մասին, նա չասաց ոչինչ այն փաստաթղթերի մասին, որոնք դեռ պահում էր իր սեյֆում։ Նա պարզապես պահեց նրանց եւ թույլ տվեց նրանց զգալ իրենց ցավը։
Հուարկավորությունը եղավ Գլենդեյլի Ֆորեսթ Լոն հուշարձանում։ Եկան հարյուրավոր մարդիկ, ովքեր ճանաչում էին Արամին որպես բիզնեսմեն, որպես համայնքի անդամ, որպես հաջողված ամերիկահայ։ Նրանք խոսեցին նրա մասին ջերմությամբ։ Նրանք պատմեցին պատմություններ նրա առատաձեռնության մասին, նրա հումորի մասին, նրա ամերիկյան երազի մասին։ Օֆելիան նստած էր առաջին շարքում եւ լսում էր։ Նա լսում էր, թե ինչպես էին մարդիկ նկարագրում Արամին, մարդուն, ում նրանք կարծում էին, որ ճանաչում են։ Բայց նա նաև գիտեր ճշմարտությունը։ Նա գիտեր այն Արամին, ով թաքնված էր դիմակի հետևում։ Արամին, ով գողացել էր երեխաներ։ Արամին, ով ոչնչացրել էր ընտանիքներ։ Արամին, ով ապրել էր սուտով։ Բայց նա նաև հիշեց ուրիշ Արամի, երիտասարդ մարդուն, ով լաց էր լինում օպերայի թատրոնում, մարդուն, ով խոստացել էր սեր եւ երջանկություն, մարդուն, ով մի ժամանակ եղել էր նրա երազանքը։ Ով էր իրական Արամը։ Հրեշը, թե զոհը, հանցագործը, թե կոտրված մարդը։ Օֆելիան երբեք չէր իմանա պատասխանը, եւ գուցե դա կարևոր չէր։ Կարևորը այն էր, որ Արամը չկար, եւ նրա ազդեցությունը նրա որդիների վրա վերջապես կարող էր սկսել թուլանալ։ Հուարկավորությունից հետո, երբ բոլորը հեռացան, Օֆելիան մնաց միայնակ Արամի գերեզմանի մոտ։ Նա նայեց տապանակարին գրված Արամ Գրիգորյան, սիրված հայր եւ ամուսին։ Սուտ։ Ամբողջը սուտ էր։ Բայց Օֆելիան չուզեց փոխել այն։ Թող մարդիկ հավատան այն, ինչ ուզում են հավատալ։ Թող Արամի հիշողությունը լինի այն, ինչ մարդիկ ուզում են, որ լինի։ Օֆելիան դրեց մի ծաղիկ գերեզմանի վրա։ Ոչ սիրուց, ոչ ներողությունից, այլ փակման համար։ Նա դրեց այդ ծաղիկը եւ ասաց մի նախադասություն հայերեն։ Նախադասություն, որը Արամը երբեք չէր հասկանա, նույնիսկ եթե նա լսեր։ Դու փորձեցիր սպանել հայերենը մեր տանը, բայց դու ձախողվեցիր։ Մեր որդիները հիմա խոսում են հայերեն, եւ նրանք կսովորեցնեն այն իրենց երեխաներին, եւ հայերենը կապրի, քո չնայած, ոչ թե քո շնորհիվ։ Նա դարձավ եւ հեռացավ։ Նա չնայեց հետ։ Հաջորդ տարիները բերեցին փոփոխություններ։ Ստիվը եւ Ջեյսոնը շարունակեցին սովորել հայերեն, դանդաղ, բայց կայուն։ Նրանք սկսեցին հաճախել հայկական եկեղեցի։ Նրանք սկսեցին ընկերանալ հայ երեխաների հետ։ Նրանք սկսեցին հպարտանալ իրենց ժառանգությամբ։ Օֆելիան վերադարձավ երգելուն։ Նա սկսեց տալ համերգներ հայկական համայնքում։ Նա սկսեց սովորեցնել երիտասարդ երգիչների։ Նա դարձավ այն, ինչ միշտ պետք է լիներ։ Ձայնը, որը պահպանում էր հայերենը, մշակույթը, ինքնությունը։ Բայց ամենակարևոր փոփոխությունը եկավ 1991 թվականին։ Ստիվը, ով այժմ 20 տարեկան էր, հայտարարեց, որ ուզում է փոխել իր անունը։ Ոչ իրավաբանորեն, այլ ավելացնել հայկական անուն։ Նա ուզում էր կոչվել Ստիվ Ստեփան Գրիգորյան։ Ստեփան նրա հայկական անունը, որը Արամը երբեք չէր թույլ տվել օգտագործել։ Ջեյսոնը հետևեց եղբորը։ Նա ավելացրեց անունը Հովաննես։ Ջեյսոն Հովաննես Գրիգորյան։ Օֆելիան լաց եղավ, երբ նրանք պատմեցին նրան։ Նա լաց եղավ ուրախությունից։ Նրա որդիները վերադարձրել էին այն, ինչ Արամը խլել էր նրանցից։ Նրանք վերադարձրել էին իրենց ինքնությունը, բայց պատմությունը դեռ չէր ավարտվել։ 1995 թվականին Ստեփանը ամուսնացավ։ Նա ամուսնացավ հայուհու հետ, Անահիտ Սարգսյանի հետ, աղջիկա, ում նա հանդիպել էր հայկական եկեղեցում։ Եվ 1996 թվականին նրանք ունեցան իրենց առաջին երեխային, աղջիկ։ Նրանք անվանեցին նրան Արփինե, Օֆելիայի մոր պատվին։ Երբ Օֆելիան առաջին անգամ պահեց իր թոռնուհուն, նա զգաց, թե ինչպես է շրջանը փակվում։ Նրա մայրը երբեք չէր տեսել իր թոռներին, բայց հիմա Օֆելիան տեսնում էր իր թոռնուհուն։ Եվ այդ թոռնուհին կմեծանար, լսելով հայերեն։ Կմեծանար իմանալով իր ժառանգությունը, կմեծանար հպարտանալով իր ինքնությամբ։ Օֆելիան նայեց փոքրիկ Արփինեին եւ երգեց նրան օրորոց։ Հայկական օրորոց, որը նրա սեփական մայրը երգել էր նրան։ Օրորոց, որը նա երգել էր Ստեփանին եւ Հովանեսին, երբ Արամը չէր լսում։ Օրորոց, որը հիմա կփոխանցվեր հաջորդ սերնդին։ Եվ երբ նա երգում էր, Օֆելիան հիշեց իր մոր վերջին խոսքերը։ Դու կփրկես հայերենը ամբողջ աշխարհում, բայց կորցնես այն քո սեփական տանը։ Այդ մարգարեությունը գրեթե իրականացել էր, գրեթե, բայց Օֆելիան պայքարել էր։ Նա պայքարել էր Արամի դեմ, վախի դեմ, մոռացության դեմ եւ ձնահաղթել էր։ Հայերենը չէր կորել նրա տանը, այն փրկվել էր, եւ այն կապրեր սերունդներ։ 2012 թվական։ Տոֆելե Համբարձումյանը 81 տարեկան էր։ Նա դեռ երգում էր, թեև ավելի քիչ։ Նա դեռ սովորեցնում էր, թեև ավելի դանդաղ։ Նա ապրում էր փոքրիկ տանը Գլենդեյլում, շրջապատված իր ընտանիքով։
Ստեփանն ու Հովաննեսը այժմ չափահաս մարդիկ էին, իրենց սեփական ընտանիքներով։ Ստեփանն ուներ 3 երեխա՝ Արփինեն, Գրիգորը եւ Օֆելիան։ Հովաննեսն ուներ 2 երեխա՝ Վահագնը եւ Արփիկը։ Բոլոր 5 երեխաները խոսում էին հայերեն։ Ոչ կատարյալ, բայց նրանք խոսում էին։ Նրանք հասկանում էին, նրանք հպարտանում էին։ Օֆելիան նստած էր իր տան բակում, նայելով թե ինչպես են իր թոռները խաղում։ Նրանք խաղում էին խառը լեզվով, անգլերեն եւ հայերեն միասին։ Նրանք ծիծաղում էին, վազում էին, ապրում էին, եւ Օֆելիան զգում էր խաղաղություն։ Բայց նա նաեւ զգում էր ինչ-որ այլ բան։ Նա զգում էր, որ իր ժամանակը մոտենում է։ Նրա մարմինը հոգնած էր, նրա ձայնը թուլացել էր, նրա սիրտը դանդաղել էր։ Մի օր, երբ նա միայնակ էր տանը, Օֆելիան որոշեց անել ինչ-որ բան, որը երկար պլանավորել էր։ Նա վերցրեց հին աուդիոկասետ եւ սկսեց ձայնագրել։ Նա ձայնագրեց իր վերջին խոստովանությունը։ Ոչ եկեղեցում, ոչ քահանայի առջև, այլ իր թոռների համար, իր ընտանիքի համար, պատմության համար։ Նա խոսեց հայերեն։ Նա պատմեց ամեն ինչ։ Նա պատմեց Արամի մասին, սերը, ցավը, դավաճանությունը։ Նա պատմեց փաստաթղթերի մասին, այն փաստաթղթերի, որոնք դեռ պահում էր իր սեյֆում։ Նա պատմեց գողացված երեխաների մասին, կեղծ անձնագրերի մասին, թաքնված հանցագործությունների մասին։ Նա պատմեց ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը։ Ոչ որովհետև ուզում էր վրեժ լուծել Արամից, նա արդեն մեռել էր, այլ որովհետև ճշմարտությունը պետք է ասվեր, որովհետև պատմությունը պետք է պահպանվեր, որովհետև հաջորդ սերունդները պետք է իմանային, թե ինչ գնով էր պահպանվել հայերենը նրանց ընտանիքում։ Երբ նա ավարտեց ձայնագրությունը, Օֆելիան զգաց թեթևություն։ Նա զգաց, որ վերջապես ազատվել է բեռից, որը կրել էր տասնամյակներ։ Նա դրեց կասետը փոքրիկ տուփի մեջ եւ գրեց վրան. «Իմ վերջին խոստովանությունը»։ Նա թաքցրեց այն հին շինելի տակ, այնտեղ, որտեղ նրա թոռները կկարողանային գտնել այն, երբ ժամանակը գար։ Օֆելիան ապրեց դեռ 4 տարի։ 4 տարի, լի սիրով, երաժշտությամբ, ընտանիքով։ Նա տեսավ իր թոռներին մեծանալ։ Նա լսեց նրանց երգել հայերեն։ Նա տեսավ, թե ինչպես է հայերենը դառնում նրանց ինքնության մաս, ոչ թե բեռ, այլ նվեր։ 2016 թվականի դեկտեմբերին Օֆելիա Համբարձումյանը հանգչեց իր քնից։ Նա հեռացավ խաղաղությամբ, շրջապատված իր սիրելիներով։ Նրա վերջին խոսքերը եղան հայերեն։ «Ես երջանիկ եմ», ասաց նա։ «Ես կատարեցի իմ առաքելությունը»։ Հուղարկավորությունը եղավ Գլենդեյլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Եկան հազարավոր մարդիկ, մարդիկ, ում Օֆելիան սովորեցրել էր, մարդիկ, ում համար Օֆելիան երգել էր, մարդիկ, ում կյանքը Օֆելիան փոխել էր։ Ստեփանը եւ Հովաննեսը խոսեցին իրենց մոր մասին։ Նրանք խոսեցին հայերեն եւ անգլերեն։ Նրանք պատմեցին, թե ինչպես էր նրանց մայրը պայքարել հայերենի համար, թե ինչպես էր նա փրկել նրանց իրենց ինքնությունից, թե ինչպես էր նա սովորեցրել նրանց հպարտանալ իրենց ժառանգությամբ։ Եվ ապա փոքրիկ Արփինեն, Ստեփանի դուստրը, ով այժմ 20 տարեկան էր, բարձրացավ բեմ։ Նա կանգնեց միկրոֆոնի առջև, եւ նա երգեց։ Նա երգեց Սայատնովայի «Կանչում եմ քեզ», նույն երգը, որը Օֆելիան երգել էր այն գիշեր, երբ Արամը առաջին անգամ տեսել էր նրան։ Արփինեի ձայնը հնչեց եկեղեցում, երիտասարդ, թարմ, հզոր, բայց նրա մեջ կար նաև ինչ-որ բան Օֆելիայից, ինչ-որ բան հին, խորը, անմահ։ Մարդիկ լացին։ Նրանք լացին, որովհետև Օֆելիայի ձայնը չէր մեռել։ Այն շարունակվում էր նրա թոռնուհու մեջ։ Այն շարունակվում էր նրա ընտանիքում։ Այն շարունակվում էր հայ ժողովրդի մեջ։ Հուղարկավորությունից 3 օր անց Ստեփանը եւ Հովաննեսը մտան իրենց մոր տուն, սկսելու մաքրել։ Նրանք գտան հին շինելը, նրանք գտան փոքրիկ տուփը, նրանք գտան աուդիոկասետը պիտակով «Իմ վերջին խոստովանությունը»։ Նրանք նստեցին միասին եւ լսեցին։ Նրանք լսեցին իրենց մոր ձայնը պատմելով ամեն ինչ. ճշմարտությունը Արամի մասին, ճշմարտությունը հանցագործությունների մասին, ճշմարտությունը թյունը պայքարի մասին։ Երբ կասետը ավարտվեց, Ստեփանը եւ Հովաննեսը նայեցին միմյանց։ Նրանք չգիտեին, թե ինչ անել այդ տեղեկատվությամբ։ Պետք է նրանք հրապարակեին այն, պետք է նրանք տային այն ոստիկանությանը, պետք է նրանք պատմեին աշխարհին, թե ով իրականում էր իրենց հայրը։ Նրանք մտածեցին երկար, եւ ապա նրանք կայացրեցին որոշում։ Նրանք չեն հրապարակի այն, ոչ որովհետև ամաչում են, ոչ որովհետև ուզում են պաշտպանել Արամի հիշողությունը, այլ որովհետև այդ պատմությունը պատկանում է իրենց ընտանիքին, այն պատկանում է իրենց մորը, եւ նրանք կպահպանեն այն որպես հիշողություն կնոջ, ով պայքարել է եւ հաղթել է։ Բայց նրանք նաեւ որոշեցին անել ինչ-որ այլ բան։ Նրանք որոշեցին ստեղծել հիմնադրամ, Օֆելիա Համբարձումյան հիմնադրամ, որը կօգներ հայ երեխաներին սովորել հայերեն,
Հիմնադրամ, որը կտար կրթաթոշակներ հայ ուսանողներին։ Հիմնադրամ, որը կպահպաներ հայրը կպահպաներ հայկական մշակույթը եւ ինքնությունը։ Եվ այդ հիմնադրամի միջոցով Օֆելիայի ձայնը կշարունակեր հնչել։ Ոչ միայն նրա երգերի մեջ, որոնք ձայնագրված էին, այլ նրա առաքելության մեջ, նրա պայքարի մեջ, նրա սիրո մեջ հայրենի եւ հայ ժողովրդի հանդեպ։ Այսօր, երբ դուք մտնում եք Գլենդեյլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, դուք տեսնում եք մի տախտակ պատին։ Այնտեղ գրված է Օֆելիա Համբարձումյանի հիշատակին։ Կինը, ով փրկեց հայերենը իր տանը։ Եվ ամեն կիրակի, երբ երեխաները գալիս են եկեղեցի եւ երգում են հայերեն, նրանք երգում են Օֆելիայի համար։ Նրանք երգում են այն բոլոր մայրերի համար, ովքեր պայքարել են իրենց լեզուն պահպանելու համար։ Նրանք երգում են այն բոլոր ընտանիքների համար, ովքեր մերժել են մոռանալ իրենց արմատները։ Օֆելիայի պատմությունը չի ավարտվում նրա մահով։ Այն շարունակվում է ամեն անգամ, երբ հայ երեխա սովորում է իր առաջին բառը հայերեն։ Այն շարունակվում է ամեն անգամ, երբ ծնողը որոշում է սովորեցնել իր երեխային հայերեն, չնայած դժվարություններին։ Այն շարունակվում է ամեն անգամ, երբ ընտանիքը ընտրում է հպարտանալի ժառանգությամբ, ոչ թե ամաչել դրանից։ Օֆելիայի մայրը ասել էր. «Դու կփրկես հայերենը ամբողջ աշխարհում, բայց կորցնես այն քո սեփական տանը»։ Բայց այդ մարգարեությունը չիրականացավ։ Օֆելիան փրկեց հայերենը ամբողջ աշխարհում, եւ նա նաեւ փրկեց այն իր սեփական տանը։ Դա տևեց տասնամյակներ։ Դա պահանջեց զոհողություններ, դա պատճառեց ցավ, բայց նա արեց դա։ Եվ այսօր, երբ Օֆելիայի թոռները խոսում են հայերեն իրենց երեխաների հետ, երբ նրանք երգում են հայկական երգեր, երբ նրանք պատմում են հայկական պատմություններ, նրանք պատմում են նաև Օֆելիայի պատմությունը։ Կնոջ պատմությունը, ով մերժեց լռել։ Կնոջ պատմությունը, ով պայքարեց իր ձայնի համար։ Կնոջ պատմությունը, ով փրկեց ավելին, քան պարզապես լեզու։ Նա փրկեց ինքնություն։ Բարեկամներ, ինչպես եք վերաբերվում Օֆելիա Համբարձումյանին։ Արդյոք նա զոհ էր իր ամուսնու բռնության, թե հերոսուհի, ով գտավ ուժ դիմադրելու։ Արդյոք նա պետք է ավելի վաղ պայքարեր իր երեխաների համար, թե նա արեց այն, ինչ կարող էր, իր հնարավորությունների սահմաններում։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե արդյոք ձեր քաղաքում կամ ձեր ընտանիքում կան նման պատմություններ կանանց մասին, ովքեր պայքարել են պահպանելու իրենց լեզուն, իրենց մշակույթը, իրենց ինքնությունը։ Սեղմեք հավանում, եթե Օֆելիայի պատմությունը դիպավ ձեր սրտին, եւ բաժանորդագրվեք մեր ալիքին լսելու ավելի շատ պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր փոխեցին պատմությունը։ Հայերենը ավելին է, քան լեզու։ Այն մեր հոգին է։ Եվ Օֆելիան ապացուցեց, որ այդ հոգին անմահ է։